Ողջույն, այսօրվա մեր հյուրը Վանուհի Հովսեփյանն է, հայուհի, ով ճամփորդել է աշխարհի 40 երկրներում։ Բարև ձեզ Վանուհի ջան։ Բարև ձեզ Շուշան ջան, շնորհակալ եմ Շնորհակալ եկել։ եմ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու եւ ժամանակ հատկացնելու, որպեսզի մասնակցեք մեր նախագծին։ Սիրո։ Եկեք զրուցենք ձեր ճամփորդություններից։ Ինչ է տալիս ձեր ճամփորդությունը։ Իրականում շատ դժվար է մի բառով կամ երկու բառով նշել, բայց երևի շնչելու օդ, որովհետև նկատել եմ հենց մի քիչ ավելի երկար եմ մնում Հայաստանում, այսինքն թեկուզ գնալ են տեղերը, որտեղ եղել եմ վաղուց, այդ էլ տարբերակ, բայց ոնց որ տենց շիֆտ է փոփոխությունը, հա, բնակավայրի, մարդկանց դեմքերի, հատկապես դրսում, երբ որ տարբեր այլ ազգիներ մարդիկ ենք հանդիպում, տեսնում, ինչ-որ տարբեր դիմագծեր, տարբեր լեզուներ, մի տեսակ ոնց որ մեծացնում է ուղղակի աշխատանքը շատ, թոքերից մեջ sense ավելի շատ օդ հալեցնում, ու ինքը տենց օգնում է, որ երբ որ հետ եմ գալիս իմ առօրյային, կարողանամ շարունակել, ապրել, լինել պրոդուկտիվ, ու ինչ-որ մի հատ շրջան կա, երբ որ չեմ ճամփորդում, ես զգում եմ, որ արդեն ինձ մոտ տենց դեպրեսիա է, նույնիսկ ավելի լավ է գնալ այնտեղ, որտեղ 1000 անգամ եղել եմ, կամ չգնալ, հիվանդություն է իրականում, առաջ չէի հասկանում, հիմա հիվանդություն է դարձել, ամուսնուս եմ հիմա արդեն ոնց որ ներառել այդտեղ, ինքը իր տեսակի շոփինգն է իր ճամփորդության մոտիվացիան, իմ հետ քաղաքները, մարդիկ են, որ նստես ու նայես, ոնց են գնում, people watching կոչված է, ինչ են անում, ոնց են ապրում, չգիտեմ, ինքը տենց մի տեսակ sense ոնց որ նոր դուռ է, sense բացվում է, ու ասում ես, վաու։ Այսինքն պահ գալիս, որ ոնց որ ձեր առօրյայից հոգնում եք ու որոշում եք գնաք ինչ-որ նորությունների հետևից։ Նույնիսկ եթե առօրյան հագեցած է, այդ ժամանակ էլ դրա կարիքը կա։ Օրինակ ես առօրյայում համարյա միշտ ունեցել եմ 2-3 հիմնական զբաղվածություն իրար հետ, ու այնպիսի զբաղվածություններ, որոնք որ շատ կապված են եղել մարդկանց հետ, այսինքն անընդհատ շարժում, անընդհատ նորություններ, կարող եմ թվարկել event management-ի մասին է խոսքը, միջոցառումների կազմակերպման, հետո զուգահեռ զբաղվում եմ նաև իմ հասարակական կազմակերպության զարգացմամբ, այսինքն այս ամբողջը գործընթացներ են, որոնք մարդկանց անընդհատ ներգրավվածություն է պահանջում, կոմունիկացիա եւ այլն, թվում է թե որ մի պահ պետք է տենց ոնց որ ուր ցանցրալու տեղ չկա, որտեղ անընդհատ մի բան կատարվում է, անընդհատ նորություն, բայց մեկը այդ մի քիչ ուրիշ տեսակի թվացին է տալիս։ Հատկապես իմ սիրած ձևը մենակ ճամփորդելն է իրականում, ինչքան էլ որ բոլորին շատ սիրում եմ, բայց մենակը այդ իմ մոտ sense ուրիշ աշխարհ է։ Նույնիսկ առանց ամուսնու։ Ես իրական մենակ եմ սկսել ճամփորդել, եկեք սկսենք սկզբից, ես ճամփորդել եմ շնորհիվ Erasmus ծրագրերի, չգիտեմ ինչքանով տեղեկություն ունեք այդ մասով։ Չնայած ամենաառաջին երկիրը եղել է Իսպանիան, որը տուրիստական այցելության նպատակով էր, բայց հետո մի տարի Լեհաստանում ապրել եմ Erasmus+ ծրագրի շնորհիվ, գոյություն ուներ European Solidarity Corps, հիմա էլ կա ծրագիր, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր երկրների, զարգացող երկրների երիտասարդների ինչ որ ժամանակահատվածով տեղափոխվել Եվրոպա, ապրել ու աշխատել։ Այնտեղ տրամադրվում է աշխատանք կոչված իրական բավականին թեթև գործունեություն է իրենց ենթադրում, օրինակ իմ աշխատանքը համալսարանի արտաքին կապերի բաժնում էր, ես պրեզենտացիաներով էի զբաղվում համալսարանի ուսանողների համար, Աֆրիկայից ու Ասիայից ուսանողներ ունեինք, այնտեղ միջոցառումներ էին կազմակերպում իրենց, դրա դիմաց իմ աշխատաժամանակը 4 ժամ էր մինչև օրվա ընթացքում, ու դրա դիմաց ստանում էինք pocket money կոչվածը, որը որ մեր ծախսերին էր փակում, ծրագիրը ֆինանսավորում էր կեցությունը, կոմունալները, ամբողջ տրանսֆերը երկրից դեպի տվյալ երկիր հետ, insurance ունենք, ապահովագրություն ամբողջական, մի խոսքով շատ մեծ չէր գրպանի գումար կոչվածը, մոտապես 220 եվրոյի չափով էր, բայց Լեհաստանում ծախսերը այդքան էլ թանկ երկիր չէր, ու հա, մի տարի հնարավորություն ունեցանք այդպես ապրելու, տենց մի տան մեջ հավաքվում են տարբեր երկրից երիտասարդներ, ես ապրում էի Վրաստանից ու Ուկրաինայից կամավորների հետ, այդպես դա հրաշալի հնարավորություն է իրականում, Հիմա է ծրագիրը։ Մայլ կա, հա, European Solidarity Ցանկացած մարդ կարող է դիմի, եթե ուսանող է։ Տարիքային սահմանափակում կա իրականում,
Մինչև եթե չեմ սխալվում 30 կամ 35 տարեկանն է, հետո մի քիչ դիմել կարող են դիմել, բայց այդ այնպես չի, երբ որ տես դիմեցին միանգամից Անցողիկ սեանս շեմ ունեն։ կար էլի։ Հա, մեծ կա կոնկուրս է, որովհետև այդ նույն տեղի համար դիմում է նաև Լեհաստանից ինչ որ մեկը, Վրաստանից, չգիտեմ, Ուզբեկստանից, այսինքն այն երկրներում, որտեղ որ տվյալ կազմակերպությունը, ով որ կանչում է, հա, հոսթալում, հյուրընկալում է, ունի համագործակից հասարակական կազմակերպություններ, որը նպատակը իրականում ծրագրի, ես հիշում որ երբ դարենցիներին համոզում էի, որ դե անցել եմ բան, իրական դա առաջին անգամից չստացվեց, ես մոտ 13-14 մերժում եմ ստացել տարբեր հասարակական կազմակերպություններից, տարբեր երկրներից, ոնց որ on-line պլատֆորմա կա, դու դրա միջոցով կարող ես դիմել, գրանցվել, այնտեղ account ես բացում, գրում ես կոդ, ամբողջ պրոֆիլները ստուգում են, ու եթե ուզում են քո հետ կապ հաստատել, այնտեղ գրվում է, որ այսինչ կազմակերպությունը հետաքրքրված է քեզանով, կուզենաս կոնտակտներդ փոխանցենք։ Այդպես ու շատ հաճախ ոնց որ պատահում էր, որ հետաքրքրվում էին, կապվում էինք միասին, սկսում էինք զրուցել, բայց ինչ որ իման այնպես չէ լինում։ Այդպես ու այս ինչի եմ նշում, որպեսզի մարդիկ ովքեր հետաքրքրված են, նախ պատկերացնեն process-ի դժվարությունը ինչ որ չափով ու նաև պատրաստ լինեն, որ առաջին իսկ կազմակերպություն չի ասելու, օ դու գալու ես մոտ աշխատես հրաշալի արի։ Ես սկզբից մեծ սխալ էի անում, ես փնտրում էի իմ սիրած երկրներում ծրագրեր, այնտեղ հյուսիսային երկրներն են, Շվեդիա եւ այլն, Ֆրանսիան էին դիտարկում, դե որ գնալ, մնալ օրինակ ինչ լավ կլինի Նորվեգիայում, ինչ որ sense բաներ էլի մի տարի Նորվեգիայում, Շվեդիայում կամ Դանիայում։ Այդ ինչքանով էր սխալ, որովհետեւ այդ երկրներում օրինակ շատ հաճախ ծրագրերը այսպեսի բնույթ ունեին, օրինակ կամ որ գալու էր, որ իրանք պատրաստվում էին հյուրընկալել, ինքը պետք է աշխատեր օրինակ դրսի պայմաններում, անտառներում, իրենց երեխաների հետ դասապատրաստումներ իրականացնեին, դպրոցներում եւ այլն եւ այլն։ Ես սկսում մտածում եմ, որ կապ չունի թե որտեղ կլինի, կարևորը Շվեդիան է օրինակի համար։ Հետո ծրագիրը որ սկսում ենք քննարկել, հասկանում եմ, որ դիմը թափած կապ չունի։ Ու ինձ այնպես լավ ժամանակ sense պահանջվեց, որ ես հասկանամ, որ ամեն դեպքում այդ տուրիստի տրամադրվածությունը կապ չունի որտեղ ես ապրում, ինքը տենց մի ամսից թողնելու է։ Հետո տակը մնալու է քո աշխատանքը, որը որ դու ամեն օր պետք է գնաս, անես։ Ոնց ինչքանով է քեզ դուր գալիս այդ ամեն ինչը։ Ու տենց շատ դժվար է կա այն մտքին, որ կարելի դիտարկել նաև այն երկրները, որտեղ տենց շատ չեմ երազել լինեմ ու ապրեմ, բայց այն աշխատանքը, որը անելու եմ, լինելու է հետաքրքիր ու լենոր իմ մասին։ Ոչ թե Շվեդիայում, չգիտեմ, ինչ որ երեխեքի հետ դրսում քեմփինգներ եւ այլն, որ ընդհանրապես մասին չի, հա։ Բայց Շվեդիայում։ Հարմարվեցիք բայց Լեհաստանին հեշտ։ Լեհաստանը մի շտացել է, որ կցանկանամ, որ երբեք Լեհաստանի չլինի, մի տեսակ տենց post խորհրդային ինչ-որ բան է զգում, շունչ է զգում, բայց իրականում Լեհաստանի հենց այն դիմավորող կազմակերպությունը ընդունող ու աշխատանքի բնույթը իմ կյանքը բեկել է շատ տենց ուրիշ հունով է տարել, հա, որտեղ այն ծանոթությունները, որոնք որ ես ունեցա շնորհիվ համասարանական աշխատանքի, ընկերները, որոնք մնացին օրինակ Չադից, մնացին հետաքրքիր кейս եմ հիշում, մենք ունեինք ոնց որ Վիետնամից ուսանող համասարանում, ու ես զբաղվում էի իր ինտեգրացիոն հարցերով, այսինքն որ տեղափոխվեց, այնտեղ իրան լավ լինի, համասարանի հետ կապված խնդիր չունենա, իմի խոսքով, այսպես ոնց որ ինտեգրացիայի մասել էր կազմում մեր բաժնի աշխատանքը, բացի իվենտների կազմակերպումից ու հայ միջազգային շրջանը կոവിഡ്ի շրջանն էր, ես 2019 թվականի սեպտեմբերի վերջ հոկտեմբերին գնացի, կոവിഡ്ը սկսվեց 20-ի հունվար-փետրվարին, ու շատ դժվար էր աշխատում էր կոവിഡ്ի ժամանակ։ Աշխատում էր, մեզ այսին կարող եք վերադառնալ տուն, մենք ամբողջը կկոմպենսացնենք, եթե ուզում եք, բայց եթե անկեղծ չենք ուզում, որովհետև նախ երիտասարդներով sense իրար հետ ապրում էինք, հավես էր, հարմարվել ենք, ու հետո ծրագիրը այնքանով էր մեր հոսթինգ կազմակերպությունը հյուրընկալող լավը, որ իրենք նույնիսկ մի եվրո մեզանից չպահեցին, այն դեպքում, երբ որ ծրագրերի լոդը նվազեց կոവിഡ്ի սկսվելուց մոտավորապես 70%-ով, ու մենք ամբողջությամբ անցանք on-line այդ կոնսուլտացիաները, չգիտեմ, այդ թղթերի հետ կապված հարցերը մարդկանց, ու հետո մենք այդքան աշխատանք էլ չունեինք այլու, որովհետև այդ աշխատանքը, որը որ կամավորների համար պետք է անեինք, այդ բոլոր հաստատությունները փակ էին։
ու խոսքը ով ինչ կարող անում էր, օրինակ ես օնլայն ֆրանսերեն էի պարապում սկսնակների հետ, Չեք վախենում, որ օրինակ կովիդի հետ սկզբի պահը մի տեսակ բոլորս, որ հեսա, չգիտեմ, շատ ահավոր բան պիտի լինի, համարձակ եք։ Հա, որովհետև այդ մենակ ճամփորդելն է իրականում սովորացրել։ Երբ որ դու օրինակ ես հիշում որ Էստոնիայում չէր կներեք որտեղ էր Լիտվայում էր ոնց որ Գուդմանը ալա մի հատ ինչ որ տենց տեղ կա որտեղ պետքա հայ քանես բարձրանաս ու ինքը անտառի մեջ այս լրիվ մենակ է գնացել ես մինչև հիմա մտածում լավ ինչ խելքով մենակ աղջիկը Լիտվայում ոչ ոք չգիտեր այդ տեղը կապ չկար ոչ մի բան չկար այդ հետո օրինակ չգիտեմ ինձ բան էին կտրտել ոչ մի երբեք չէր իմանա այդ համարձակության մասն է էլի ասում բայց դա ոնց որ զարգացնում է նաև մենակ ճամփորդելը իսկ ինչ վերաբերում կովիդին իրականում կովիդը Եվրոպայում գոնե մեր մոտ լրիվ ուրիշ ասոցիացիաներ ունեցավ ճիշտն ասած մեր նկատմամբ խմբի ու նաև իմ ու հիմա մարդիկ որ ասում են ախա որ դժվար շրջան էր չգիտեմ մեկը ինչ որ լիքը խնդիրներով ա դուրս եկել տեղից առողջական մյուսը չգիտեմ լիքը քաշը հավաքել որտեղ ամբողջ օր ստրեսից տանը մի խոսքով իմ մոտ դա մեջը չկա ու շնորհակալ եմ որ չկա որովհետև մենք ես հիշում եմ որ մենք 2020 թվականի փետ չէ մարտի 7-ին 8-ին գնացել ենք Բուդապեշտ այդ ժամանակ հələ կովիդը չկար գնացել ենք նույն Եվրոպայում չկար Հայաստանում ոնց որ արդեն հունվարի կես փետրվարին արդեն կնոջ դեպքը հայտնաբերեցին մենք գնացինք Բուդապեշտ որ մարտի 8-ին դեռ նշենք հետ եկանք ամսի 9-ին ու մեր ընկերներից մեկի ծնունդներ հիշում գնացել ենք պիցերիա ու տենց պատվիրել էինք լիքը պիցա համով նստել էինք որ ու մեկ էլ բոլորիս եկավ այդ հաղորդագրությունը որ COVID alert բանվաղվանից էլ չենք աշխատում համասարանը փակ է դե համասարանն էլ ամեն դեպքում ամենա մարդա շատ հատվածներից հա ու մենք որ չես ինչ է կատարվում իրականում որ պատում մենք այդ իրոնիայով էլ վերաբերվում ենք դրան որովհետև մենք ժանտախների համաճարակների մասին գիտենք գրքերից ֆիլմերից որ հա լավ ինչ է երևի հեսա հանցնի ու մենք սկսեցինք մտածել հա ինչ լավա տանենք մեզ գումարը տալիս են ինչ վատ է հնչում բայց այդ նա ինչ կար մենք գումարը տալիս են մենք տենց ամբողջ օրը ոչ մի բան չունենք անելու ոնց որ այն մարդիկ ում հետ ապրում էին մեկը խոհարար էր հրուշակագործ այն մյուսը լուսանկարիչ ու մենք դες ամեն օր ունենք լուսանկարչական դասեր մենք իրար համար բան ենք դառնում մոդելներ ենք դառնում որպեսզի նկարենք այսօր օրինակ թեման չգիտեմ չոր դասական կերպարներն են մենք ամբողջ օր պատրաստվում ենք ինչ հագուստում ենք բան դուրս են գալիս բալկոնում ենք ֆոտոշուտ հանում հետնաբեմ ենք պատրաստում ասենք քնելու սենյակի այդ պատի մոտ որ չերա որ ինքը պատա հիմա պատի մոտ հաջորդ օրը սովորենք մակարոն ոնց թխենք հետո երբ որ դրանից ձանձրանում ենք տեղի բժիշկների համար ինչ որ քուքիներ ենք սարքում ուղարկում որտեղ դե պարապենք բան չկար անելու գումարը կար ասում ենք լավ դե բարեգործություն անենք because ինքը այնքան sense ուրիշ ձև էր անցնում հետո մայիսի սկզբից բացվեցին Եվրոպայի ներսում ուղղությունները այսինքն քաղաքից քաղաք գնալու երկրից երկիրը տենց չէ բայց քաղաքների մեջ այդ գնացքները արդեն սկսեցին աշխատել ու մտածեցինք լավ ինչ ճամփորդենք չգիտեմ ենթադրենք կարանք գնանք ես Բիդգոշում եմ մնում Լեհաստանում Բիդգոշից ասած Պոզնան գնանք Կրակով գնանք չգիտեմ Վարշավա երկրի մեջ ու այդպես մոտավորապես 13-14 քաղաքում հասցրեցի լինել Լեհաստանի ու շատ լեհեր ասում են մենք մենք այդքան քաղաքում չենք եղել ասում են դե գուման ունեինք ժամանակը կար ինչ դեռ խանգարում հետո հունիսից սկսվեց երկրների միջև օթային ճանապարհի ոնց որ բացումը հա ու ես հիշում եմ որ այդ ամառվա ընթացքում մոտավորապես 7-8 երկրում եղավ Ֆրանսիայում ինձ տակրիկի էր ոնց որ գնացի Էֆելյան աշտարակ մի բոլորից լսել էի որ Էֆելյան աշտարակի մոտ մի 8 ժամ հերթ են պահում նույնիսկ եթե նախապես հստում սաղարում sense երկար բանման ես հիշում գնացի այդ բանի մոտ QR որ սկանեն անում նույնիսկ մի հոգի չկար ինձանից առաջ հետաքրքիր էր որովհետև ճուտ ու դու բարձրացար ոչ մի ավել ծախսած վարքյան հավել ես նաև հասկացա որ տխուր է մի քիչ որովհետև չէ տխուր էր որովհետև ախր Փարիզը նաև տուրիստներով է Փարիզ չգիտեմ Նիդերլանդները Ամստերդամը այդքան հետիոտներով չգիտեմ այդքան բայքերով անդադ գնում գալիս են երբ որ ինչ որ sense լուրություն է մի հատ որտեղ տուրիստ չկա մարդիկ վախենում են եւ այլն ոնց որ ինչ որ մի հատ sense մի բան պակասի է չարմ կոչվածը քաղաքի ու մեզ անդադ ասում են գնացեք տուն կարող է ոնց որ ուզում եք ձեր տանեցների հետ լինեք մենք էլ դեստեղ զանգում ենք տուն ես ստեղ ընկերներս իրանց երկրներում մարդիկ չեն աշխատում ամբողջ օր տան նստած են ոչ մի բան չկա բոլորը բողոքում է բոլորը սթրեսի մեջ են այն որ
Չէ, շատ լավ, ես ինչի եմ ծրագրի վեր կմնամ։ Ճամփորդում է։ Ահա, շատ լավ, պետք չի։ Ու մեր ուղարկող կազմակերպություն, իմ ծրագրերին կա ուղարկող կազմակերպություն, մեր հայաստանյան հակա, այսինքն դուք ով որ ցանկանա գնալ, ինքը մենակ չի ելնելու գնել, էլի։ Այդ պայմանագրային հիմունքներ կան ուղարկող կազմակերպություն, կա ընդունող կազմակերպություն, մի խոսքով ամեն շատ ապահով է։ Ու մեր ուղարկող կազմակերպությունը Հայաստանից անդադ գրում էր, կարող ուզում եք գաք, բան մենք բոլոր կամավորներին արդեն ոնց որ հետ ենք բերել մեր հակի, որ Okay, թող բոլորը գան, լավ է, ու տենց մինչև վերջին օրը մնացինք, այդպես, տեղից սկսվեց այդ ճամփորդության մասը ու իրականում շատ փոքր էր այդ գումարը, այս ինչի եմ ուզում նայեմ այսպես լայվ խակ, չգիտեմ լայվ խակերի մասին կհասնեք թե չէ, բայց քանի որ 200 եվրոյով շատ դժվար էր համընդեղ ապրել, թեկուզ ինքը մենակ գրպանի գումար, այսինքն ինքը չէր ծածկում կոմունալ եւ այլն, դրանք առանձին վճարում էր կազմակերպությունը ճամփորդելու համար օգտագործում ենք հավելվածներ, couchsurfing եւ այլն, որը որ հնարավորություն է տալիս տեղացիների տանը անվճար մնալու։ Օրինակ ենթադրենք ես գնում Մադրիդում գիշերակացը հյուրանոցում կամ հոսթելում ենթադրենք 100 եվրո է գիշերը, Պարզա որ ես չեմ կարողանա օրինակ դա թույլ տալ, ինչ էին կանում, այդ հավելվածի միջոցով գտնում էի տեղացիների, ովքեր որ պատրաստ են հյուրընկալել օտարերկրացիների, իրանց հետ անցկացնել ժամանակ, բայց ժամանակ չհասկանաք ինչ որ գրեհիկ բանով, հա, կոնտեքստով, այլ շփվել, ծանոթանալ, հա։ Իմանալ մշակույթի մասին, այդպես, նախ ֆիլտրեր կա, այսինքն եթե էլի հետևորդները կցանկանան ոնց որ ավելի մանրամասն իմանալ, հենց couchsurfing-ը կոչվում, web page-ը կա, app-ը կա, այնտեղ կարող եք ֆիլտրեր դնել, որպեսզի ավելի ապահով լինեք, ֆիլտրեր կոչված է, այսինքն որ օրինակ իմ ֆիլտրերը հիմնականում դա բացառապես կանայք էին, մինչև 45-50 տարեկան կանայք, ովքեր խոսում էին ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կամ հայերեն, որ ես էլ կարողանամ կոմունիկացվել, իմ որ ընտանիք կենթանիներ չունենա, այսինքն ինքս ֆիլտրերով բաներ են հանում էր։ Ու դա արդյունքում մնում է ենթադրենք 100 հոգի։ Հա մեկ էլ որ ռեֆերանսներ ունենա։ Այդ ռեֆերանսները մեր ֆիդբեք կոչվածն է, թե իր տանը մնացած տուրիստները, զբոսաշրջիկները, ինչ կարծիք են ունեցել տվյալ մարդու մասին, ու ինչ ֆիդբեք են գրել։ Օրինակ լիքը կար, որ ճիշտ ասած լավն էր, բայց ինքը չէր ուզում իմ հետ շփվել։ Իսկ ես օրինակ գնացել էի, որ իսպանացու հետ եմ շփվեմ, կամ այն նկարը, որ ինքը գցել էր, որպես իմ քնելու սենյակի նկար, այդքան էլ իրականության չէր համապատասխանում։ Մի խոսքով շատ sense ոնց է booking-ի comment review-ների մասին է խոսքը։ Այդպես ու ոնց նաև ինֆիլտրերը մեջ որ այդ section-ն ունեն, որտեղ լիքը մարդիկ կան, որ այնտեղ գրանցվում են ոչ արդար նպատակներով, հատկապես տղամարդիկ, լիքը ծանոթներ ունեմ, ովքեր շատ մեծ խնդիրների մեջ են հայտնվել, սկսած ինչ-որ վատ սեռական ոտնձգություններից եւ այլն, երբ որ այդ ֆիլտրերը կիրառում ես, ուղղակի այդ ամբողջ sense դուրս է գալիս հայրանքից ու մնում են ռեալ մարդիկ, ովքեր որ այդ ծրագիրը օգտագործում են, հա, հենց իր բնույթի, մտքի ու ինչի համար ստեղծվել է դրա համար։ Այդպես, ու ես տենց շատ մեծ գումարներ եմ խնայել, Փարիզում 3 օր էլի couchsurfing տանն եմ մնացել, Նիդերլանդներում 3 օր, այդ գումարները որ տենց գումարվում են, ինքը շատ կալորի գումար է դառնում։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ օրինակ Փարիզում տաղճկատունում որտեղ մնում էի, Սակրե-Կյորի մոտ էր, ու ասենք 100-150 եվրո էր, ինքը լրիվ առանձին սենյակ էր էլի, այսինքն տենց շեյրն ինչ-որ տարբերակ չէր, հոսթել չէր։ Եղոսքով լրիվ համաձայն եմ, որ ես էլ քարտության ռիսկի հետ կապված, բայց միշտ կարել, որ օքեյ կգնամ, ինձ դուր չի գա, որովհետև դա ինձ ոչ ոք չի պահում այնտեղ։ Բարև ձեզ, չգիտեմ, ոնց էր այդ ամբողջը սկսում, մի քիչ ծանոթանում եք իրար, թողնում ես գնում ես, քաղաքն ես ման գալիս երեկոյան, գալիս եք իրար հետ հաց եք ուտում կամ ինքը գործը ավարտում է, հրավիրում է ինչ-որ միտեղ ընտրիքի կամ դու ես հրավիրում որպես շնորհակալություն, այսինքն այնպես չէ, որ մտար իր տուն, ինքը դուրը փակել է, ասի վсё, արդեն դու ստեղա չես կարող դուրս գաս։ Այո, լավ, գնամ կտեսնեմ ինչ-որ չի ստացվի կոմունիկացիան կամ կհասկանամ, որ շնորհակալություն, հա, ես գնացի կամ չգիտեմ, ինձ դուր չի գալիս, ապահով չեմ զգում, Եղած կոլիկը տարբերակներ կար, էլի, սկն այդ մասն էլ կարելի է չբացառել։ Ու շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել իրականում, նույնիսկ ընկերուհունեմ հարսանիքին անցած տարի գնացինք, ստեղ Հայաստանում հայեր պատահական էին գտել, Գյումրիից հայ աղջիկ էր ինձ հոսթարել Վիեննայում, իր տղայի հետ էր ապրում։
Փարիզում օրինակ այդ աղջիկը որ պատում եմ ինքը ռուս էր Նեպալում ու Հնդկաստանում յոգայի դասերի էր անցել ու Փարիզում ուներ իր ստուդիա յոգայի ու առողջ սննդի մետխանութ որտեղ որ ինչ որ տարբեր սմուզիներ ու փանքեքեր էր պատրաստում ես հիշեմ վերջին օրը ինքը ֆիքսել էր ես երբ էի գնալու ինձ կմտնես խանութ Ոնց գնացի ինքի համար սփաթեթով ուտելիք էր սա առանձնացրել, որ այս քեզ ճանապարհին, ուրեմն սա պրոտեինով, ասա սրանով, ասա նրանով, այսինքն այնքան սիրուն է այս ամեն ինչը, երբ որ դու ես բաց ու դու ես պատրաստակամ ընդունելու ոնց որ ինչ որ կա։ Այդպես ընդհանուր համապարփակ թե ոնց եմ հասցրել այդքան ճամփորդեմ այդ գումարով որը շատ փոքր էր ու ինչից է սկսվել։ Իրական Erasmus-ը շատ լավ ստարտ է։ Բացի այս ծրագրերից, այսինքն այս European Solidarity Corps, ինձ բախալի չի որ մարդիկ մի տարի մնան։ Մի տարին ամենաերկար ժամկետն է։ Կա նաև 2 ամիս կարճաժամկետ, կա 6 ամիս, կա 8 ամիս։ Ուղղակի ես խորհուրդ կտամ, եթե որոշում են այդ քայլին գնան, միանգամից երկարաժամկետ է, որովհետև այդ ամսվա ընթացքում դու ոչ հասցնում ես հասկանաս ինչ ես անում, որտեղ ես, ավելի փոխվել, հա։ 6 ամիսն էլ է քիչ, որովհետև այդ տուրիստի բանը անցնում է, մի քիչ դառնում ես արդեն լոկալ ինչ որ բաներ կոն գիտես կոշկակարը որտեղ է ու մեկ է պետք է հետ գնաս այսինքն այդ չիլում այն մյուս պահը որ դու մի քիչ էլ լոկալի պես ես սկսում ապրել հա դրա համար է որ ես մաքսիմումը պետք է վերցնել կարծում եմ եթե այդքան պատրաստ ես ամեն ինչ թողնես գնաս իսկ ես այդ ժամանակ այստեղ շատ լավ աշխատանք ունեի օդանավականի Վիվասելի սպասարկման բաժնում էի աշխատում շատ լավ աշխատավարձով ու ըստ որն ասում էին 200 եվրոյի համար հասնում ես ընդդեմ ես մտածում էի չէ 200 եվրոյի համար չի էլի Իհոսքը այդպես ու մեկ էլ Erasmus-ի մյուս ծրագրերն էլ կան իրանք կարճաժամկետ փոքր ծրագրեր են այսինքն մի շաբաթով երկու շաբաթով իրանք կոչվում են training course-եր կամ սեմինարներ բազմազան թեմաներով ինչ որ մտքներով կանցնի սկսած գործազրկությունից վերջացրած այնտեղ բրենդինգով լուսանկարչությամբ այսինքն ցանկացած մարդու հետաքրքրության համար թեմաներ կան դե մի քիչ ավելի հեշտ է մասնակցելը որովհետև դա կարճաժամկետ է մի շաբաթ է էլի ծրագիրը ամբողջը հոգում է գնալ գալ վիզա եւ այլն իմիջիալոց վիզաները շատ ցավոտ թեմա են ու ես կարող եմ նշել որ իմ վիզաների պատմությունը ձևավորվել է հենց Erasmus-ի միջոցով որովհետև ինքը շատ մեծ երաշխիք է այսինքն դա կազմակերպությունն է երաշխավորում որ քեզ հյուրընկալելու է ու հետ ես գալու ու մերժման դեպքեր տենց համարը երբեք չեն լինում չգիտեմ այդ ինչ պետք է լինի որ դեսպանատորը որոշի որ կամավորին որ գնում այնտեղ սեմինարի մասնակցի մերժեն կամ չգիտեմ գնալով կամավոր լինի ու այդպես ինքը շատ լավ ստարտ է հենց վիզաների լավ պատմություն ձևավորելու համար իմ սկզբի մի 5-6 վիզան հենց եղել է ծրագրերի մասնակցելու համար Այսինքն այդ երկարաժամկետը վերջացավ։ Այդ երկարաժամկետի համար ոնց որ ազգային վիզա տվեցին, հետո հետեկը արդեն դες պուճուր ինչ որ տենց սինգլներ մնացած պուճուրի ծրագրերի համար այդ մի շաբաթվա 10 օրվա եւ այլն։ Հետո հավաքում ես մեկ էլ ինչ որ բայ որ չես մասնակցում, որովհետեւ կարող է հետաքրքրությունը տա կորել, կարող է չգիտեմ, որովհետեւ անդադ ինքը մի քիչ դժվար է, ճիշտ ասած, այն իմաստով, որ անդադ փոխում ես միջավայր, մարդիկ, ու ինչ որ մի հատ տարիքից օրինակ այս պահին ես հիմնականում հետաքրքրված եմ այն ծրագրերով, որոնք շատ վատ կան, ինչպես փախած տեղերում են անում, օրինակ մի տարի առաջ Հա, այն որ ես ինձ ունով հաստատ չէի հասնի, training-ը նորմալ է, այդ մի շաբաթը կլինի, օրինակ 2 տարի առաջ բանում էր, La Réunion կղզում էր, La Réunion ինքը Մադագասկարի կողքն է, Մավրիկից մի քիչ ներքև հնդկական օվկիանոսում, այդտեղ տենց մենակ տոմսը 1700 եվրո էր, ու պարզել բնականաբար ես ինձ նոր տենց չէի հասնի, սարսափելի էր կղզու պայմանները ինչ խոսք, այսինքն սարսափելի իմ համար, մարդու ով որ մի քիչ ուրիշ կոմֆորտի է սովոր, այսինքն բնարան, հա, առանձին լոգարան, ուտելիքը ուտել ոչ թե ձեռքով, այլ պատանակ պատառաքաղով, մի քիչ ուրիշ ոչ թե լավ կամ վատ, այլ ուրիշ կենսակերպի կենցաղի ենք սովոր, ու այդտեղ ինչ որ մարդիկ են, ովքեր տենց մի խոսքը շատ հավես էքսպերիենս էր, շատ մի շաբաթ էր որ էս ինչ է կատարում, տենց
Մի խոսքով, այս լիքը թիփեր մարդկանց համար, ովքեր ուզում են էժան ճամփորդեն, շատ ճամփորդեն ու մի քիչ էլ ապահով։ Այս բոլոր ծրագրերը շատ ապահով են իրականում, որովհետև բացի ուղարկող ընդունող կազմակերպություններից կա National Agency կոչվածը, ով որ վերահսկում է այս երկուսին, կամավորները կամ մասնակիցները, թե կուզես մի շաբաթվա ծրագրերի կամ 3 օրվա ծրագրերի, իրանք բոլորի կոնտակտները ունենում են, վերջում իրանք անպայման լրացնում են follow-up թերթիկը, որը mail-ին է գալիս, այսինքն ամեն ինչ շատ թափանցիկ է։ Շատ ապահով է, փոխանցումներ եւ այլն ամբողջ իրականացվում է հենց բանկային հաշիվների վրա, ինվոյսներով, մի խոսքով։ Ուղղակի պետք է լավ անդադ կասկածում ենք։ Հա, ես իրական մամայից որ տենց համոզում էի, որ այդ մի տարա ծրագրով գնամ, ասում էր լավ է, կանա հասկանամ, բա իրանց օգուտը որն է։ Ու ես չեմ կարող իրանց օգուտը բացատրել, բայց ես կարող եմ նաեւ այդ հարցին պատասխանել, որովհետեւ շատերի մոտ կլինի հա, բայց ինչի են ինչ որ մեկին Հայաստանից տալու, եթե իրականում ստեղ Եվրամիության ծրագրերն են, որը որ ուղղված է իրանց արժեքների, Եվրամիության արժեքների, հա, այնտեղ մարդու իրավունքներ, հավասարություն, ազատություն եւ այլն, այդ ամեն ինչի տարածման այն երկրներում, որտեղ այդ իդեոլոգիան, փիլիսոփայությունը մի քիչ է զարգացած, քիչ է մտած։ Այդ թվում նաև չեմ շղթում, որ այն բոլոր մի քիչ sense սուր կողմերն են, որոնք Հայաստանի համար, Հայաստան, Վրաստան եւ այլն մի քիչ խնդրահարույց են, սկսած LGBTQ համայնքի մասին, վերջացրած այնտեղ լիքը ուրիշ ինչ-որ բաներով, դրանք են դրա մեջ մտնում, բայց իհարկե դու ազատ ես ընտրելու դու ինչա ադապտացնես, որովհետեւ կարան 15 բան առաջարկվի այդտեղ, նկատի ունենալով թրեյնինգներին, լիքը թրեյնինգներ կան, որոնք LGBTQ+ համայնքի իրավունքների մասին են։ Okay, դու եթե չգիտեմ, շատ ես ուզում գնաս, եթե կատարվում է, հա, բանում, Նորվեգիայում։ Կարելի է գնալ Նորվեգիայում այդ ամեն ինչը լսել, քաղաքը տեսնել, հետ գալ, բայց չդառնալ օրինակի համար համայնքի ներկայացուցիչ էլի, այսինքն լիքը բաներ քեզ այնցակից դու ինչ վերցնես։ Օրինակ ես տենց մասնակցել եմ թրեյնինգների կազմակերպման ծրագրի, իրանք 8 օր մեզ սովորացնում էին թե սեմինար ու թրեյնինգ, ոնց մաքսիմում հետաքրքիր կազմակերպել վիզուալների միջոցով։ Այսինքն ինչպես նկարել ֆլիփ չարտերի վրա մարդկանց ուշադրությունը քանի րոպե է պահում քո խոսքը, ինչքան երկար լինի, ինչքան կարճ լինի, տոնայնությունը ինչքան բարձր է։ Այսինքն 8 օր մենք այդ ամբողջը սովորել ենք։ Հիմա parza դու ես ընտրում գնաս այնտեղ այն թեմաներով ինչ որ բաներ սովորես, թե օրինակ այս տեսակի թրեյնինգների, որը կարող ես հետ բերել քո, ես օրինակ այդ իմ աշխատանքի մեջ եմ փորձել։ Իրականում շատ հետաքրքիր արդյունքներ տվեց ու մեծահասակների հետ էլի ոչ թե կամավորների իմ գոլեգաների հետ թրեյնինգներ կազմակերպել, տեխնիկաներ օգտագործում էի, ինքը որ վաու, հաստատ էս աշխատում է։ Հաջորդ օգուտը եվրոպացիների հետ է, որ եթե օրինակի համար ինքը պետք է ինչ-որ մի լեհ աշխատակցի վարձեր, ով որ կաշխատեր տվյալ բաժնում, անելով իմ աշխատանքը, ինքը ստանալու էր 2000 եվրո պլյուս կամ 3000 եվրո պլյուս աշխատավարձ։ Իսկ ստեղ ինքը վճարում է ինձ ընդամենը 200-300 եվրո, բոլորս գոհենք, մնացածը վճարում է ծրագիրը հենց իրա միջոցներից։ Այդպես, այդ մոբիլությունը, չգիտեմ, շատերը մտածում են, որ այս ամենը չէ, տենց շատ սիրուն ինչ-որ վարագույր է, բայց ես հավատում եմ նրան, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր որ լավ նպատակներ ունեն ու կարաս վերցնես այնքանը, ինչքանը քեզ մոտ է, այնքանը ինչքանը քեզ ապահով է։ Մնացածը, այսպես ասելու, չէ, լավ, այսքանը բավարար է։ Հիմա կարոտում եք բայց Լեհաստանի կյանքը իրականում շատ անկեղծ ասեմ, շատ մեծ վախ ունեի, որ երբ որ ծրագիրը վերջացավ հետ գալուց, որ երբ որ հետ գնամ, շատ կարոտելու եմ ու շատ ասել եմ, վաղ ինչ լավ կլիներ, ստեղ լինեի եւ այլն, բայց երկու անգամ առիթ ունեցել եմ ես 5 տարվա ընթացքում հետ գնալու։ Եղել է, որ ինչ հաճելի էր ստեղ, ինչ հավես էր, ինչ անհոգ էր, բայց այն փուլը, որտեղ որ ես հիմա եմ իմ կյանքում, չեմ ասում ավելի լավն է, բայց կա պրոգրես, որովհետև անընդհատ չի կարելի 24-ում էլ հաճույք ստանալ նրանից, ինչ որ ստանում ես ու 32-ում էլ ենթադրենք։ Իմ համար դա նշանակում է, որ պրոգրես չկա։ Ու ես տենց շատ վախենում եմ, որ կարող է հետ գնամ, դեռ ամեն ինչ որ գալիս է Հայաստան, զրոյից պետք է սկսել։ Նոր աշխատանք գտնել, չգիտեմ, ու շատ դժվար է այդ process-ի միջայլոց գնալ ավելի հեշտ է, քան հետ գալը։
Ես հիշում եմ, երբ որ դե մենք երեքով, երեք կամավորներով էինք ապրում, ու ամեն փոքր բանի համար ասում ենք մերսի, շնորհակալություն։ Ահա կտաս, բայց շնորհակալություն, չգիտեմ, այսօր օգնել ես իմ ակողին դու ես հավաքել, շնորհակալություն։ Ու ես որ տենց տուն եկա, մի տարի դե անընդհատ այդ ամեն ինչի մեջ ես։ Մաման ինչ որ բան որ անում էր, ասենք, չգիտեմ, հագուստ էր արթուկում։ Ասա, ապրես մա որ արթուկել ես, մաման ինձ անընդհատ ծևերը բավը որտեղից է սովորել ու շատ էր sense ընկերների հետ կապված օրինակ ընկերից մեկը մի անգամ վերադարձանք հրավիրել մի հատ սրճարան որտեղ ահավոր ծխում էին ու տենց տեքվեցի ասի ոյ ուրիշ տեղ չկար ասենք ստեղ այսքան մարդ է ծխում խեղդվում ես բան մեկ էս ինձ ասած շատ շուտ զարգացար ոնց որ մի տեսակ սա դա հասարակության ճնշումը կամ իրանք էին ուզում ինչ որ բաներ տեսնեին որ փոխվել է դա կա չէ այդ բանը որ շատ շուտ զարգացավ այդ վիճակը կամ իրոք փոխվում է բայց հակված եմ հավատալու որ իրոք փոխվում է մտածելակերպը փոխվում չգիտեմ ինչ-որ սպասելիքներ են փոխվում, սահմաններ են փոխվում, սկսում ես սա իմ սահմանն է, սա քո սահմանն է, իսկ մեր մոտ տենց չկար։ Մինչև այդ որտեվ դե իմ ու քոնը որն է մի ընտանիք ենք։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ ընկերներիս հետ մտեղ ապրում էինք, դե քայլոր տարբեր մշակույթներից էին գնացել, մենք որոշել ենք մի հատ խաղ խաղանք, ամեն ամիս մենք ունենում էինք երեկո, որտեղ ունեինք շատ համով ուտելիք, շատ համով քինի կամ գարեջուր, ու որոշել ենք քննարկենք 5 բան, որ իմ մեջ ներթայնացնում է քեզ, այս անցած ամսվա ընթացքում, ու 5 բան, որը որ քեզ շատ ուրախացնում է, որ ես ունեմ։ Մենք այդ վախենում ենք սրից անելուց, որովհետև դե ով է պատրաստել լսի, որ ինչ-որ բան իրան ներվայնացնում է, բայց հետո ինքը նույնց լավ արդյունքների բերեց, օրինակ մենք Հայաստանում ես նկատել եմ, որ մենք շատ սիրում ենք նկատողություններ անել, նույնիսկ այն ամեն ինչի մասին, ինչի սոմիկ չենք հասկանում։ Օրինակ, եթե մենք բան ենք պատրաստում, մեկը մտնում է, ասում է, հա, աղա լցրել ես, քիչ է, մի քիչ է լցրել, դե չի տեսել դու լցրել ես, չես լցրել, շատ է, քիչ է։ Ու այդ ավտոմատ է լինում։ Ու երբ որ ընկերուհիս ում հետ ապրում է իր ֆիդբեք տալու ժամանակներին, ասաց, գիտես, ես այնքան չեմ սիրում, երբ որ գալիս ես տեստվես ինչ որ բան եմ պատրաստում, ինձ հարցնում ասում ես, ինչ արել ես, ինչ արել ես, ես երդվում եմ, ես երբեք չէի ֆիքսել, որ ես տենց եմ պահում ինձ։ Ասում որտեղ ֆիքսեցի, ես էլ ուշադիր չեմ եղել։ Այսինքն ինքը ոնց որ ասած այդ իմ ուտելիքն է, էլի ես քո համար չեմ սարքում։ Ես թեկուզ քիչ աղով, բայց լավ եմ զգում տեղ ոնց որ չոր սարքում եմ, էլի ոնց որ պետք չի գալ ինչ որ խորհուրդներ տալ, կլինի անտեսես ուղակի։ Ու ինձ ոչ մեկ այդ Երևանում չէր ասել, որովհետև բոլորս նույն մտածելակերպ ունենք, բա ուրիշ ձևով։ Ես չխառնում եմ դրան։ Կամ օրինակ տարեցները որ զանգում էին, ես ու վրացի ընկերս ունեինք շատ նմանություններ, Հայաստան-Վրաստան մի քիչ նման է։ Աղջիկը որ Բելարուսից էր, ինքը նաև 7 տարի ապրել էր Բրյուսելում, այսինքն իր մոտ մի քիչ այնց Եվրոպան ավելի շատ էր, քան մեր։ Ասում եմ, ես նաև ատում եմ, երբ որ ձեր տարեցները ձեզ զանգում են ու դուք միացնում եք ու հենց ուտելու սեղանի մոտ սենց զրուցում եք ու դուք շատ բարձր եք խոսում, ինձ թվում է դուք կռվում եք։ Ու ասում բայց մենք չենք կռվում, ուղղակի հայերենը վրացեր, իրենք քիչ sense բարձր տոնայնությամբ լեզուներ են, մի քիչ որ sense ավելի ծոր մտնում ես խոսակցը, ոչ տպավորություն է որ գողում եք իրար վրա։ Կամ օրինակ լվաց քանելը, ինքը միշտ գիշերն էր լվաց քանում, միշտ, ասենք ժամը 1-ին, 2-ին եւ այլն։ Ու մեկ է նկատողություն արեցինք, որ մենք ժամը 1-ին երբ որ քնում ենք, դու լվացք ես անում։ Ու այդ գիտեք ինչից էր, որովհետև Եվրոպայում լույսը եւ ջուրը գիշերը ավելի էժան է, մի 3-4 անգամ, քան ցերեկվա ժամերին։ Ինքը այնքան սոցիալական պատասխանատվություն ուներ այդ ամեն ինչի նկատմամբ, որ ինքը թողնում էր այդ ամբողջ օրը, գալիս էր այն ժամը, երբ որ մի քիչ էժան կլինի, ու նա լվացք էր անում, զուտ որովհետև ճիշտ այդպես է, եթե դու կարաս ինչ-որ բան խնայես, չգիտեմ, սոցիալապես լինես ավելի հասուն, ինչի չանես։ Ու մենք Հայաստանում էլ է այդպես, բայց չենք անում իսկականից, էլի։ Այնքան բան ենք իրար մասին բացահայտում, ու այդ ամեն ինչ երբ որ քեզ ասում են, դու սկսում ես մտածել, բայց մի վարքյան։ Ու հետո երբ որ ես տուն եկա, մամաս ինչ-որ բաների մեջ սկսում էր խառնել, ես ասում եմ, մամ, բայց ես քեզ հարցրել եմ, ոնց որ պետք չի, չէ՞ երևի, իմ ճաշն է։ Ու ինքը տեղ հա, տենց բա ոնց իմ ճաշն է, իմ անկողինն է, իմ սենյակն է։ Ու տենց։ Հրով էին էլի մոտենում իրավիճակին։ Հասկանալի է ոնց որ ստեղ այդքան բան չի փոխվել, բայց դու գնացել ես այդ ամբողջը մի հատ sense
փորձառություն ունեցել ես հետ ես եկել, դրա համար շատ մարդիկ չեն գալիս ուղակի, ես լիքը ընկերներ ունեմ, ովքեր այդ ծրագրերից ստենցել չեն վերադառնում։ Չեն վերադառնում ասելով նկատի ունեմ մեզ այնտեղ ծրագրի ընթացքում տալիս են նաև լեզվի կուրսեր։ Մենք 3-4 ամիս անվճար սովորում ենք տեղի լեզուն, եթե Լեհաստանում ես լեհերեն, Չեխիայում ես չեխերեն։ Ու շատ մարդիկ իրանք ունենալով հենց այս նպատակային պլան, որ ես գնալու եմ մնամ, իրանք այդ կուրսերից քաղում էին մաքսիմալ շատ, մաքսիմալ ամեն ինչ, հետո մի քիչ իրանք կողքից էին ոնց որ սովորում ու տենց շլրիվ հնարավոր է ես տենց ծանոթ ունեի ինքը 1-2 մակարդակի հասել էր 4-5 ամսում այն լեզվով որ ինքը սովորում էր ծրագիրը հենց պետքա վերջանար տենց մի ամիս 2 ամիս մնար գտնում են բանով համասարաններում գտնում են ծրագրեր master degree չգիտեմ այնտեղ PhD չէ բայց master հիմնականում կամ ինչ որ երկրորդ bachelor ընդունվում էին իսկ շատ երկրներ օրինակ Լեհաստանում էլ Չեխիայում էլ երբ որ իրանց լեզվով էս կուրսը սկսում լիք անվճար է Գերմանիայում էլ այդպես կամ շատ սիմվոլիկ ասենք տարին կարող է մի 300 եվրո լինի կամ 200 եվրո լինի ինչ որ փուճուր ծախսելու համար։ Այդպես մարդիկ սկսում են լեզուն սովորել, այն մտքով որ ես մի 6-7 ամիս այստեղ սովորեմ, խանութներում ես սկսում խոսել, որովհետև շատ հեշտ է, էլի, երբ որ դու լեզվի կրող երկրում ես։ Անկախ քեզ այդ բացվում է։ Ուստեղ էլ էլի քո սահմանն է, դու ինչքան ես քեզ պահում տուրիստի պես, որ լավ թե հեսա ես մեկա գնալու եմ 2 ամսից ինձ պետք չի սովորեմ խանութում ոնց կոմունիկացրում լեհերենով, բայց մարդիկ կան, որոնց նպատակներ հենց հետ չգալ է։ Ու տենց ու հետո քրություններ են հասնում եւ այլն ընդունում են համասարան այդքան դժվար չէր ու մնում են այնտեղ այսինքն եւս 2 տարով երկարեց ստացվեց մի տարի ծրագիր 2 տարին էլ համասարանի բանն է երկարում համասարանի հիմքով է երկարում հետո համասարանի ընթացքում գտնում են աշխատանք կամ հենց ծրագրի միջոցով են աշխատանք գտնում օրինակ իմ վրացի ընկերը այնտեղ հիմա արդեն ես հետ եմ եկել 20 թվականի սեպտեմբերին ինքը մինչև հիմա Լեհաստանում ապրում է հեսա արդեն քաղաքացիություն կստանա որտեղ ինքը աշխատանք գտավ տենց սկսեց փոխել ինքը լեզվի հիմքով չմնաց ինքը ուղղակի տենց գտավ սկզբից վրացիների ովքեր են աշխատանք տվեցին հետո մի քիչ լեզուն բացվեց անցավ արդեն լեհական կազմակերպություն մի խոսքով ու շատերը նաև գալիս են հետ փոշմանում հետ են գնում տենց քեսեր էլ կա որ այդ հետ ադապտացիան Հայաստանում չի ստացվում Տենց գալիս են էլի հետ են գնում, որովհետև ստեղ դժվար է դրանից հետո։ Մի խոսքով այսպես։ Եթե քաղաքացիությունը ստանալ դել այսինքն դժվար։ Հասել 5 տարի ընտեղ հələ չի ստացել ձեր ընկերը։ Չէ, որովհետև շատ կախված է տարբեր ֆակտորներից։ Նախ դու ինչքան հարկ ես վճարում այնտեղ ապրելով, արդյոք իրանց կոպիտ հետ ձեռքա տալիս, որ դու իրանց քաղաքացի դառնաս, թե չէ։ Ինչքան ստաբիլ է քո կենսակերպը, ապրելակերպը, հետո լեզվի քննություններ կան, այնտեղ մենակ ուղղակի շփման մակարդակի լեզու իմանալու բավական չի, այնտեղ պետք է տալ պատմության քննություն, լեզվի քննություն, այդպես հետո սկզբից ստանում են Լեհաստանի դեպքում կարտա պոբիտուա կոչվում, այսինքն թույլտվություն ապրելու, որ այդ վիզան չի, այդպես առանձին ID փոճուրիկ քարտա հետո դրանից հետ ու դա շատ կապված է քո գործատուի հետ այսինքն եթե դու պայմանագրային աշխատակից ես 2 տարով այդ կարտապոբիտուն տալիս են օրինակ 2 տարով ես ինչքանով տեղակ եմ այն ժամանակ այդպես էր ու եթե որ պահին քեզ գործից հանեցին կամ դու մտածեցիր փոխես քո գործատու տեղեկացնում համապատասխան մարմինների որ այս մարդը էլի մոտ չի աշխատում ոնց որ կանխեք իր ոչ լեգալ այս երկրում մնալը ու այդպես ոնց որ շատ մարդիկ դες դիմանում այն բան մինչև այդ ժամանակը հասնի կամ նկատի ունեմ ինչ-որ սահման կա, կարծեմ 5-6 տարի է, դրանից հետո կարող ես նոր դիմել քաղաքացիության, բայց այդ էլ է շատ երկար process, մի 2 տարի էլ է դա ձգվում, հələ վճարումների մասին չեմ ասում։ Մի խոսքով, այդպես։ Բայց այն մարդիկ, ովքեր որպես մտադրված են, որ գնում ենք մնանք, ես տենց շատ ծանոթներ ունեմ, իրենք աղջիկները հիմնականում ամուսնանում են, բայց չեմ կարելի ասեմ հաշվարկով են ամուսնանում, դե ուղղակի եթե մի 3-4 տարի մի տեղում ապրում ես, շատ հավանական է գտնես մարդու հետ կուզենաս ապագա կառուցել նախկին կամավորը նախկին այդ քաղաքում էլի կազմակերպություն կար որ էլի կամավոր էր հյուրընկալ է ինքը ամուսնացել է տեղացու հետ ու բալիկ ունեին բան որ նու այս ամբողջ իմանում ենք երբ որ տեղում ապրում ես արդեն մեկեն մի օր մի տեղում հայերեն խոսակցում լսում ասում ես վայ հայեք բայ դուք եք հայ ու տենց սկսվում է ամբողջ կոմունիկացիան հա
Այդպես, այսինքն նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գնալ, մնալ եւ այլն, ճիշտ է, չեմ պատկերացնում, բայց հա, տարբերակներից հա, դժվար տարբերակ է, որտեղ օրինակ այդ ընկերս ով որ մնաց այնտեղ, շատ մենակ է, այդ դել պետք է պատրաստ լինել, այսինքն այս մենակ այդ սիրուն կողմը չի, էլի, որ տենց վաու, Եվրոպայում ես ապրում եւ այլն։ Կա մենակության շատ որը զգացում, որովհետեւ հատկապես մեծ տարիքում։ Այդ քիչ էի կարոտում ուներ Հայաստանից։ Թե այնքան շատ էիք ճամփորդում չէիք էլ հասցնում։ Ված կլինի ասել, բայց չեմ հասցրել կարոտել, գիտեք, որովհետև իմ մոտ sense գնալուց Մեծ ստակի բնավորություն ունեմ, իմ ծոր անջատվում է ինչ-որ մի հատ բան, որ ես հստակ գիտեմ, որ ես չեմ կարող փոխեմ։ Մի տարի է, ես օրինակ իրենք կարամ գնամ տեսնել, բայց չեմ ուզում, ես նախանում եմ այդ գումարը օրինակ գնել Պրահայում ծախսել։ Բայց հստակ գիտեմ, որ դառնալու եմ մի տարուց։ Ու ոնց որ այդ բանը, ինչ-որ մի բան, ուղղակում անջատվում է, որ օքեյ, այս մի տարի քո ժամանակն է։ Ընկերներ ստեղ էլ կան զանգի խոսա եւ այլն ու շատ կարևոր է անցյալով չապրել է օրինակ ես լիքը մարդիկ գիտեմ առավոտվանից հայելում զանգում էին տնեցիկին են որ համա մեզ օր է սարքեցի այն սարքեցի մի անգամ տենց ընկերունից մեկներ եկել առավոտից երեկո զանգում են ինքը փոխանակման ծրագրով էր եկել գնացի առա կարտոշկա նայի կարտոշկայի կիլոն ու տենց մեկ երկու լսում եմ հետո ասում ցավը տանեմ լավ է այդ ամեն ինչը բայց ախր դու մոռանում ես որ դու ստեղի կյանքով պետք է ապրես մամադ որ չիմանա այդ կարտոշկայի գինը ինչքան էր կամ որ դասով կարտոշկայից կերել իրեն դա շատ բան չի փոխելու բայց այդ այն ժամանակը որը որ պետքա ստեղ օրինակ ծախսես ստեղ մարդկանց հետ խոսալու շփվելու եւ այլնի վրա ամբողջ օրը ոնց որ դու հեռախոսիդ մեջ ես ընկերների հետ իրանց ապդեյթները իրանց կյանքից ինչ որ բաներ ոնց որ այդ ամենը պետքա թողնել ու ես մենակ այդ ծրագրին չի վերաբերում ընդհանրապես երբ որ տեղափոխվում ես ինչը ըստ իս ինչը մնաց ընդեղ չեմ ասում մոռանաս բայց ամբողջությամբ նաև լինես process լինել որտեղ տեղափոխվել ես որտեղ այդ բոլոր օգուտները որտեղ որ տեղափոխվել ես դու պիտի քավես իհարկե դրա համար իմ մոտ տենց հստակ կա բայց անկեղծ հա պետք է ասեմ այդ մի տարին որ լրացել էր ես արդեն տոմսում էի գիտեի որ մի շաբաթից հետ եմ գալու իմ մոտ շոտ այդ բաններ արդեն տուն եմ գնում համ ու ես հիշում եմ որ երբ որ այդ ինքնաթիռը իջնում էր արդեն այդ Երևանի լույսային բան ես եւ այդպես մի 20 րոպե ասել եմ ես տանն եմ ես հասա ինչ որ sense բաներ նույնիսկ լացել եմ որ ես չի սպասում ինձնից որտեվ ես տենց շատ հայրենասեր չեմ եթե անկեղծ այն տենց հայրենիքս գնամ տեսնեմ հողը պատչեմ չգիտեմ գետին տենց բաներ չունեմ sense շատ թեթև եմ նայում այդ բոլոր հարցերին բայց այդ ինֆորմացիաս բաներ կպել էր բայց ես նաև հավատում եմ որ եթե ես ինձ տրամադրած լինեի որ 2 տարի չեմ լինելու Հայաստանում 3 տարի չեմ լինելու էի օքեյ օքեյ որտե գիտես մի շաբաթից գնում ես ընկերների հետ ընտանիքը տա եւ այլն հետո գայս ես ուրիշ խնդիր արդեն գտնենք աշխատանք բաղոնց գործատուին բացատրենք եւ ընդհանրենք 26 տարեկանում ինչի է օրինակ ինչ որ կներեք արտահայտությունից համար չոլերում, չգիտեմ, ինչ է իրանում, երբ որ դու օրինակ ստեղ կորպորատիվ ինչ-որ տեղում աշխատանք ես փնտրում, մի քիչ ավելի բիզնես միջավայրում։ Բայց թե գործատուներ, այսինքն Հայաստանում էլի, այդ փաստը հաշվի են առնում, որ ենթադրեք Լեհաստանից եք վերադարձել, խի եք գնացել, խի եք հետ եկել կամ ինչ-որ մի բան։ Իրականում հաշվի առնելը այնքան չէ, ինչքան որ նայում են ռեզյումեին։ Այն իմաստով որ օքեյ 3 տարի ստեղ 2 տարի այնտեղ մի տարի այնտեղ մեկ էլ մի տարի ինչ որ գեփ կա բաց կա բայց բացը ոնց որ ինչի է անցած տարի բա ուր եք ես ստեղ էի ապրում օրինակ անում էի SNN ու այն ինչ որ մենք Հայաստանում էինք անում ինքը այդքան հմտությունների զարգացմանը ուղղված չէր ճիշտն ասած, այսինքն ինչ որ շատ բան չէր ավելացնում։ Օրինակ պրեզենտացիա սարքել ես մինչև դա էլ գիտեի։ Ելույթ ունենալ ես մինչև դա էլ գիտեի։ Բայց օրինակ գործատուի մոտ որ գնում ես անելու հստակ ինչ որ մի բան, օրինակ project management, project coordination եւ այլն, ինքը ինչքանով էլ որ պետքա մարդկանց հետ շփվել իմանաս time management ունենաս, ու նաեւ ինչ որ skill-եր պետքա ունենաս։ Ու տենց ասել որ դե գիտեք ես Չադի ուսանողների հետ էքսկուրսիա եի կազմակերպում դեպի Բերլին, մի տեսակ հա շատ լավ է, ինչ wow experience է, բայց մենք ուզենայինք որ օրինակի համար այդ մի տարին մեր հավանած տեխնացուն անցկացրած լինել ուր ասեմ, ասենք մակում ինչ որ ծրագրի վրա աշխատելուց։ Պատկերացնում ոնց որ էլի։ Հա, մի քիչ վատ հաջողս ավելի լուրջ է վերաբերմունքը։ Ու դեռ սկսվեց այդ շրջանը, որ աշխատանքը ինչ-որ հաստիկներ կային, որոնք լավն էին, համապատասխան էին, բայց
պատմելուց, որ հաղորդի հետ ընդեղ ես ապրել կամ հակառակ թիմի հետ տենց չստացվի կապը, որովհետև տեսնում ենք դե մի տարի ամեն դեպքում մի քիչ ուրիշ մշակույթ է, իսկ մեր մոտ 10 հոգանոց թիմն է, 10-ն էլ հայ են, դե հասկանում եք էլի մի քիչ տենց intercultural վիճակներ չեն։ Մի խոսքով ինչ-որ տենց խոսակցություններ էին ու այդ մի քիչ խանգարում էր գտնել այն ինչ որ ոնց որ համոզում ես Հետո բայց այդ վիճակներն էլ իրականում երբ որ օրինակ ինչ-որ կազմակերպության տնօրեն նմանատիպ խոսակցություններ ա վարում, իսկ Հայաստանում ցավոք շատ են նման կազմակերպությունները, հատկապես հենց լոկալ, այսինքն որոնք ինչ-որ միջազգային կազմակերպության բան չեն, մասնաճյուղ չեն, մի քիչ այդ հայավարի վիճակները շատ է, ու մի քիչ դժվար է լինում ադապտացվելը։ Բայց տարի փոխվում է վիճակը ամեն դեպքում, չէ՞։ Հա, որովհետև մարդիկ սկսում են ճամփորդել։ Այսինքն այդ ինքնազնական դիտարկումն է, չգիտեմ, ոնց որ էլի sense այդ ամբողջ այնքան կապ ունի։ Մեր թեման հենց այդ ճամփորդություններն են, բայց մարդկանց փոփոխությունը մտածելակերպի վերաբերմունքի ես իմ մանավանդ Հայաստանում ես անձամբ իմ շրջապատի վրա եմ տեսել, իմ ընկերների վրա եմ տեսել, թե ինչքան իրենք փոխվում, ղեկավարության տարբեր տեղերում աշխատելու Դա մարդիկ ավելի տոլերանտ են դառնում ճամփորդելուց, ավելի համբերատար են դառնում, ավելի հասկանում են, որ եթե կա այս շիշը sense, այս ձև շիշ կարա նաև լինի միլիոն հատ, ու բոլոր շշը իրանք շիշ են, չի նշանակում մենակ էսա ճիշտ է, մենակ էսա շիշ։ Բայց շատ է օգնում, օրինակ հենց աշխատանքում, ու նաև շատ խնդիրներ առաջացնում, երբ որ աշխատում ես մարդկանց հետ, ովքեր այդ close mindedness կոչվածը ունեն, որ չէ մենակ էսա շիշը պետք է լինի Այդ շատ դժվար է։ Ես ընտրիկ խնդիրներ եմ ունեցել, բայց անկեղծեն համար ասեմ, որ կան նաև մարդիկ, որոնց ճամփորդությունը այդքան չի փոխում, իրանք մեկը մնում են այդ համոզմունքին, բայց շատ մեծ դեր ունի, շատ։ Ես օրինակ այդ Վրաստանում նկատեցի, երբ որ իրանց վիզայի ազատականացման ռեժիմը եղավ, այսինքն վրացիները, չգիտեմ տեղեկեք թե չէ, շատ բարձր արդեն 3 ամսով առանց վիզա կարողանում են գնալ Եվրոպա։ Ու այն Թբիլիսին, Վրաստանը, որ ես տեսնում էի մինչև այդ, դե մենք հաճախ ենք կողքն է, չէ՞, բոլորս էլ տենց հասանելի է։ Ու դրանից հետո, թե երիտասարդների հագու կապը, թե կյանքի որակը, թե մի տեսակ քաղաքի վայբ ավելի եվրոպականացվեց, ավելի սճկունացավ, ավելի գունավոր դարձավ։ Ու այդ նրանից է, որ մարդիկ հնարավորություն ունեն ճամփորդելու։ Բացվեցին էլի։ Իհարկե, իմ ընտանիքն էր, օրինակ մամաս էլ 1-2-ս տարբեր տեղեր որ գնում ենք, հիմա արդեն որ հա օքեյ, լավ, դա կարա լինի, ճիշտ է, հա, բայց այդ մասին չէի մտածել։ Իսկ առաջ այն որ չէ, չի կարա լինի, սենց է ձևը, ոնց ուրիշ։ Որ սենց Ոնց է կտրում, օրինակ, որ երկիր կարելի է գնալ, ինչ սկզբունքով եք որոշում էլի, այս անգամ էլ էստեղ գնանք կամ չգիտեմ։ Էժանության Առաջ էժանությունն էր հիմնական ֆակտորը, այսինքն ոնց որ քանի որ շատ ժամանակ կար, Առաջ նկատի ունեմ այն ժամանակ, երբ որ ծրագրերը կային, ու նաև ոնց որ անձնական կյանք, ամուսնություն, որտեղ հիմա երբ որ ամուսնացած եմ, մի քիչ ավելի շատ բաներ պետք է համաձայնեցնել, չգիտեմ, ընտանիքի պլանների, ֆինանսի ժամանակյով ինչքան է հարմար, մի քիչ դա մեջ հիմա դժվարացել է, բայց լավ կողմեր ունի, իսկ երբ որ մենակ է եւ այլն, ժամանակը ավելի ճկուն էր, այսինքն օքեյ, վաղը չեմ իսօրն է, թվի չկա, ինչ խնդիր, օքեյ, եթե 22 հատոմսը վերցրեցին գնացին Իսկն այդ ճկունությունն է շատ օգնում, որովհետև բացում ես կալենդարը, հատկապես վիզայի ընդդեմ կալենդարի հնարավորությունը Եվրոպայից առաջ այդպես է եղել անում։ Եթե շո մի անգամ Նորվեգիա էր, հա, գնալ գալու տոմսեի վերցրել, ընդհանրապես 10 եվրո Գտանցքից Լեհաստանի, դες տեսա մի անգամից վերցրեցի, որ վաու, Նորվեգիա 10 եվրո, ու հետո երբ որ անցավ մի 2 ամիս, երբ որ օրը գալիս էր, արդեն պետք է պլանավորել, թե բալավ հասա Տրոմսո ենթադրենք Տրոմսո Նորվեգիայում էր Չեմ հիշում, մի խոսքով, այդ քաղաք հասա, ես այդտեղից ոնց եմ հասնելու, օրինակի համար հենց քաղաքի կենտրոն, ու ես տեսա, որ ավտոբուսը մոտավորապես 28-29 եվրո է, մենակ մի կողմը հասարակական տրանսպորտը գնալու, այդքան հետ գալու, այսինքն ես մենակ տրանսպորտի վրա մոտած 60 եվրո էի ծախսել, բայց տոմսը 10 եվրո եմ առել։ Ու տենց այդ միտքը տենց ասի, չէ, 10 եվրոն ավելի 10 եվրոն կորցնեմ, քան եւս 60 եվրո ծախսեմ։ Հա, առաջ այդ կրիտերիաները, չափանիշներ, էժանա, մոտա, հրաշալի է։ Եվրոպայից այդ ամենը կազմակերպելը շատ ավելի հեշտ է, շատ։
Եթե մենք Հայաստանից մենակ ունենք մի հատ վիզերի հնարավորություն, ու հա այնտեղ Fly One, Sky Express եւ այլն էլի կա, բայց եթե ակցիաներ չլինի, օրինակ եթե Fly One-ը հաճախ է 19 եվրոյի ակցիաները չանի, ինքը թանկ է, այսինքն մի ուղղությունը մի 150 եվրո է ստացվում։ Բայց Եվրոպայում կա EasyJet, կա Wizz Air, կա Ryanair, այսինքն լիքը ալտերնատիվաներ, որ հնարավոր է գնալ միտեղ կոֆե խմել, հետ գալ։ Այդպես, եթե ճկուն ես էլի իհարկե։ Իրական աշխատանքային օրերին էին շատ լավ զեղչեր լինում, օրինակ 5-շաբթի օրը դե պարզա բոլորը աշխատում են, եթե մենք կարայինք մեզ թույլ տայինք, իսկ մենք այսպես էինք, օրինակ ես ոնց էի անում, մենք ունենք շաբաթական երկու ոչ աշխատանքային օր, շաբաթ կիրակիներ, մեկ էլ ունենք եւս երկու օր, որը տրամադրվում էր մեզ որպես արձակուրդ։ Ու ես ոնց որ այնպես էի դասավորում, որ ենթադրենք չորեքշաբթի երեկոյան մեկն է, շաբաթակ ամսվա մեջ մի անգամ օրինակ չորեքշաբթի երեկոյան գնում եմ, հինգշաբթի ուրբաթ, դե իմ աղսատ օրերը, շաբաթ կիրակի, երկուշաբթի հետ եմ գալիս գնում եմ գործի։ Այսինքն ստացված ես 5 օրվա արձակուրդ ունեմ առանց ինչ-որ մեկի խանգարելու։ Հետո եթե լավ ես պլանավորում, հա, կամ ինչ-որ խնդրելու։ Հետո դե լավ ես պլանավորում, կան ոչ աշխատանքային օրեր շատ, չգիտեմ, այս տոննա, այն տոննա, այն տոննա, չգիտեմ, 7-8 օր տարվա մեջ լինում էր։ Եթե օրինակ ինչ-որ մի օր հավաքներ ենթադրենք երկուշաբթիի հետ, ստացվում է ուրբաթ երեկո, շաբաթ, կիրակի երկուշաբթի։ Ոքի պետք է ասես դետալային մտածել եմ, ես միշտ այս տարվա կալենդարը բացում էի, նայում եմ, օքեյ, այս մայիսի տոնը ենթադրենք երկուշաբթի է, վсё, ուրեմն ուրբաթ շաբաթ կիրակի մի բան նայում ենք երկուշաբթին էլ հետը, այսինքն հա, շաբաթ կիրակի երկուշաբթի։ Այս մյուս տոնը 5-շաբթի է, շատ լավ է, դե ուրբաթ էլ ազատ օր կվերցնենք, կստացվի ուղղակի մի օր եմ ազատ, բայց ստացվում է եւ 4 օր ուրեմն ճամփորդելու համար։ Այսինքն այս կազմակերպվածությունը պետք է լինի, հետո չթողնել վերջին պահին, հետո համ տոմսային են թանկան, ամեն ինչ թանկանում է ու հետո անիմաստ ոնց որ սթրես է, ոնց որ օքեյ, ուզում ենք գնանք, այժմ տոմս կտանք, վերցրեցինք, մոռացանք դրա մասին, չգիտեմ, մի ամիս կանցնի, երկու ամիս կանցնի, այդ օրը կգա, տոմս ունեմ, պետք է գնամ։ Այս սրանք են, հիմա ճամփորդությունը ավելի շատ ընտանեկան հանգստի նպատակ ունի, ամուսնուց հետ հիմնականում հիմա համատեղ ենք ճամփորդում, չնայած ես այս տարի մայիսին մենակ Ֆինլանդիայում եմ եղել, Ֆինլանդիա ու Էստոնիա, ծրագրով էր իմ ինչ այլոց հենց էլի, շատ լավ ծրագիր էր, այդպես Ֆինլանդիայում էր, Հելսինկիում, հետո այնտեղից նավով Էստոնիա, մոտապես մի շաբաթ տևեց, մի շաբաթ 8 օր, մի քանի Ֆինլանդիայում էր, հետո կարծեմ 2 օր էլ Էստոնիայում, Տալինը շատ զարմացրեց, չգիտեմ, եղել եք թե չէ, այսօր տենց հետ է եկել, բոլորին ասում են, եկեք Էստոնիա, ու մարդիկ ցեզ նայում ասում են, հաստատ։ Սուրճ չի, բայց ամեն դեպքում։ Սուրճ, հա, ես սիրում եմ սուրճ երկրներ իրականում, չեմ խոսափում նրանցից, հա, բայց դեպի ուրիշ, այսինքն մենք որ ասում ենք Էստոնիա, պատկերացնում ենք, որ ահա, օքեյ, ոնց որ Լատվիան, Լիտվան էլ, այդ մերձ Բալթյան երկրները մի շատ թերագնահատված են։ Բայց ինչ ներգրավիչ իրա։ Ինքը ոնց որ շատ էժան սկանդինավներին էր, սկանդինավների հետ համատած էժան։ Հատկապես երբ որ Ֆինլանդիայից էի գնում, դա Ֆինլանդիայում ամենից թանկ էր, բայց այդ կանաչը, մաքրությունը, մարդիկ, այդ ամեն ինչը ես այդ նույնությամբ գտա Էստոնիայում, ուղղակի Ֆինլանդիայի կես արժեքներով։ Հետո Ֆինլանդիայում ավելի սաղն էր ամեն ինչ, դա սկանդինավներում ավելի սաղն էր, այնց գույներն են ավելի պաղ, եթե իհարկե իրանք արհեստական ինչ-որ բաներ չեն անում, շատ երկրներ անում են, օրինակ Օսլոյում կարծեմ փողոցում դնում են այն լույսիկները, որ կա, բաներով նոր տարվա գիրլանդ լույսիկները, որ կա, իրանք բացի հիմնական փողոցի լուսավորությունից, նաև փողոցում գիրլանդներն են լիքը կախում, որ նոյեմբերի կեսից, որտեղ այնտեղ ժամը 3-ից 8 էր, որ մարդկանց տրամադրությունը բարձրանա, ինչ-որ էքստրա բաներ էին անում, հոգեբանները անվճար էին իմիջիայլոց պետությունները տրամադրում, որովհետև շատ հանդիպում էր այդ դեպրեսիան սեզոնային, այդ աշուն, ձմեռ եւ այլն, որտեղ իրոք երբ որ նայում ես օրինակ չեմ 2-ից 3-ից 8 ոչ մի բան անել հնարավոր չի, բայց ընդհանրապես ժամը 2-ն է, այդ բանը մնում է քո մեջ, որ դեպրեսիա ված ստրես։ Դալինը դեպրեսիա բանն էլ նայեցիք, թե չհասցրեցիք։ Չեմ տեսել այդ, որովհետև արդեն վերջացել էր, վերապրել եմ մինչև
ապրիլա ոնց որ լինում, ես մայիսի կեսերը էի գնացել, չհասցրեցի, բայց ոչ շատ ուրիշ էր, Բայց գիտեմ, վստահ եմ մի անգամ էլ կհասցնեք էդ էլ նայեք։ դա պլաններում կա իրականում, հա, տեսնենք։ Այ որ այդքան երկրներ եք ճամփորդում լինում է, որ կուզեիք ինչ-որ մի երկրում մշտական ապրեիք։ Ոնց որ թեկոս գոնե Լեհաստանում մի տարի ապրեցիք, այնտեղ էլ ինչ-որ ժամանակավոր գնաք 1-2 տարի ապրեք։ Թե Հայաստանն է մնում էլի ձեզ համար ու վերջ։ Կխաբեմ, որ ասեմ հա, չէ։ Որտեղ ես ամեն դեպքում մտածում որ կյանքը կարճ է, ամբողջ կյանքը ինչ-որ մեկ կամ երկու տեղում անցկացնելու համար։ Իմ բարեկամը այդ մի տարին էր քիչ, իրականում շատ բան չի, 30 ապրած տարիներից ընդհանրապես մի հատիկն է եղել, մի քիչ ուրիշ մթնոլորտում։ Իմ համար այդ քիչ է, էլի, այսինքն որ կարող մի քիչ ավելի երկար լիներ։ Ինչ վերաբերում է երկար մնալուն, պլաններ ունենք տեղափոխվելու, փորձելու այլ միջավայրում էլ ապրել, բայց տեղափոխության իմաստը բացարձակ ինչ-որ ֆինանսական գոնե իմ մասով, հա, ֆինանսական ինչ-որ պահը չի, կտորը չի, դե մարդիկ հիմնական ինչի շատ տեղափոխվում, ուզում են լավ ապրեն, եւ այլն, հա բնակարան դա ոչ մեկ չի ժխտում, բայց իմ այլ երկրում ապրելու առաջնային ցանկությունը այդ այլ միջավայրում, այլ հնարավորություններին ծանոթանալն է, աշխատելն է, ապրելն է մարդկանց հետ, որոնք իմ կրոնից չեն կամ չգիտեմ, իմ մաշկի գույնը չունեն, Որ երկիրն է այդ երկիրը։ Այս պայն մի քանի երկիր ենք մտածում ամուսնուս հետ իրականում, տարբերակներ ենք դիտարկում, տեսնենք։ Ես անկեղծ շատ սրտով կուզենայի սկանդինավներ, ըստ Նորվեգիա, Ֆինլանդիա, բայց ամուսինս այդքան սրտի հետ լավ հարաբերություններ չունի, ինքը հակառակ ավելի տակ երկրներ։ Ինչ որ կոմպրոմիսի կգանք իհարկե, բայց ամեն դեպքում ուզում ենք հատկապես այս տարիները, երբ որ ավելի ֆիզիկապես էլ, հոգեպես էլ, տրամադրվածությամբ էլ ավելի շատ ճամփորդելուն, բացահայտելուն հակված ենք, իսկ չգիտեմ, իմ կարծիքով օրինակ 60+ տարիքում այդ ամեն ինչը մի քիչ կորցնում է իմաստը, բայց շատ սուբյեկտիվ է, չունեմ էլի ոչ մի բան մարդկանց դեմ ովքեր որ մինչև 60 տարեկան ուղղակի որոշում են աշխատել, հետո դրանից հետո կղանցնենք թոշակի միտեղ կգնանք։ Իմ համար այդ կասնեք կարծեմ Ճապոնիայում հենց այդպես է, չէ։ Իմ համար չէ, որովհետև հա, ծոր չէ, ես իմ ոտքերով չքայլեմ օրինակ պոզիտանոյի աստիճաններով կամ ամալֆի կոստով։ Լիքը տեսնում եմ ճամփորդելուց պապիներ տատներ, ովքեր են որ տես ճարիկներով բանդանդա Այդ իմ համար ավելի լավ է ես հիմա տեսնեմ օրինակ 10-ից 4-ը, բայց այս վիճակում, քան օրինակ 65 տարեկանում 10-ից 8-ը։ Ճամփորդելու մասով էլ է շատ հարմար։ Օրինակ եթե Երևանում, Հայաստանում վիզերը չլինի, ինքը էլի դառնում է շատ թանկ երկիր, որտեղից կարելի է ճամփորդել, որովհետև մնում են դասական ավիաընկերությունները, LOT, Air France, այնտեղ Էմիրատներ եւ այլն, որտեղ գները բավականին բարձր են։ Այսինքն բավականին բարձր ասելով իմ համար, չգիտեմ, տոմսը, որ 60 եվրոից թանկ է, ինքը թանկ է համարվում։ Կողմից աղելի է, բան չունեմ ասելու, որովհետև մարդիկ ժամանակին 500-600 եվրո էին վճարում հենց նույն Լեհաստան գնալ գալու համար։ Լոտ Air-ով օրինակ, Air France-ով։ Մենք էլ մեկ-մեկ տենց ստիպված լինում ենք ինչ-որ մի քիչ ավելի շատ գումար վճարել, բայց այն որ սովորես շատ քչիով ինչ-որ բան անելուն, ասենք 20 եվրոյով գնալ գալի տոմս վերցնելու, տենց շատ ծանր է նստում, որ ստիպված ես օրինակ, չգիտեմ, 100 եվրո տալի տոմսի համար։ Բայց տուրով չեք գնում փաստորեն, միանգամից նայում եք հարմարագինը, ընտրում եք, գնացել եք հետ, բայց տուրով։ Տուրով Եգիպտոս ամենասկզբում երևի։ Դրաստական, չէ, երբ նկատում եք Եվրոպա տուրով երբեք։ Չէ, ընդհանրապես ճամփորդություն տուրով, որ ասենք անծանոթ երկիր, լեզուն չգիտեք կամ չգիտեմ։ Մենակ որ տուր կազմակերպության հետ ինչ որ համագործակցություն է եղել, այսինքն փաթեթ այդ երևույթն է եղել է մենակ Եգիպտոսը, որովհետև երկրներ կան, որ փաթեթները ավելի մատչելի են իմիջայլոց, այսինքն միշտ չի, որ անհատական է էժանա։ Եգիպտոսի, Էմիրատների, այնտեղ Օման, չէ, Օմանը, բայց ես մենակ եմ, ու ընկերուհիներիս հետ էինք գնացել, մենք ենք կազմակերպել, բայց էլի ինչ որ տենց երկրներ կան, որտեղ որ փաթեթը ճիշտ է, որովհետև այն հյուրանոցները, որ Եգիպտոսում կա, ինքը նույն բուքինգում 4 անգամ թանկ է։ Վտանգը որ եթե մենակ գնաս ինչի՞ չէ, Մարոկո էլ աղջիկներով մենակ ենք գնացել, ես ու ընկերուհիս, էլի ամբողջը մենք ենք կազմակերպել ու շատ մատչելի եղավ։
Բայց տուրը մենակ վիզայի համար չխնդրեմ 50,000 դրամ էին ուզում, հետո պարզվեց վիզան անվճար է հայերի համար, այդ ուրիշ պատմություններ։ Մի խոսքով, այսինքն այն դասական ուղղությունները, Եգիպտոս, Ծովային, հա, այնտեղ Շրի Լանկա եւ այլն, բան իրենք ցանկալի է լինեն կազմակերպված, որ միշտ ապահով զգաս քեզ։ Բայց Եվրոպա, չգիտեմ, այնտեղ Արևելք եւ այլն միշտ մենակ եմ կազմակերպում, այսինքն ինքնուրույն ավելի շուտ։ Բայց ամեն դեպքում լեզվական խնդիրները, բանը, ասենք, Արևելք, ենթադրեք Չինաստան եք գնացել, դժվարություն չի առաջացնում ձեզ համար։ Թե էլի հեշտ կողմնորոշվում եք, էլի երևի էդ էլ մարդու տեսակից է ամեն դեպքում։ Իրականում ես մեկ բան եմ հասկացել, սիստեմները, համակարգերը, իրենք համարը նույնն են ամեն տեղում։ Օրինակ ենթադրենք Լեհաստանում, եթե ինչ-որ փոքր քաղաքում չեն խոսում անգլերեն, խոսում մենակ լեհերեն, ես սկսում մտածել, լավ, օքեյ, ինքը Եվրոպա է։ Եվրոպայում օրինակ ինչն է ընդհանուր։ Train station-ները կան մի հատ sense հիմնական Central Train Station կոչվածը, որտեղից ցանկացած բան գնում է։ Okay, հիմա մեր խնդիրը որն է գտնել այդ գլխավոր տեղը, որ հասկանամ ես այս գյուղից ոնց դուրս գամ կամ քաղաքից ոնց դուրս գամ։ Այսինքն ինչ որ sense բաներ կան, որոնք որ շատ ճամփորդելով հասկանում ես, որ տարբեր երկրներում ոնց որ նույնն են։ Ընդհանրական է, էլի։ Ընդհանրական են, հա, կամ այդ քաղաքի կենտրոն կոչվածները, բոլոր եվրոպական քաղաքները ունեն այդ old city կոչվածը, որտեղ որ այդ պատմականն է, հինն է, սիրունն է, այսինքն եթե գնում ես չգիտես ինչ անես, հա, այդ շատ լավ ստարտափի կետ է, օրինակ հին քաղաքից սկսել է, որտեղ ամենահաճախը տեղը ինչ որ սիրուն բաներ պատահում հանդիպում տեսնելու համար, կամ ենթադրենք օրինակ ուզում ես հաց ուտես, շատ գումար չունես, բայց հետո ինչ որ լոկալ ինչ որ բան ես ուզում։ Հա, ուր կարելի է գնալ, օրինակ Եվրոպայում շատ այդ բաները central market-ներ կան, իրենք հենց որ գումի շուկայի պես օրինակ, որտեղ որ մեծ շուկաներ են, մարդիկ լոկալներ գալիս, տեղից առևտուր են անում։ Կուկրիում ես մի քիչ բան, որ հա որտեղը ու գնացին այնտեղ, որտեղ քեզ լիքը հյուրասիրում են, լիքը բան ավելի էժանական ինչ որ ռեստորաններում, լիքը բան տեղում է պատրաստվում։ Օրինակ մենք տենց Մարոկոյում ձիու միս էինք կերել բանում այդ յանց շուկաներից մեկում ռեստորանում շատ թանկ պետք է լիներ, իսկ այդտեղ միսը գնացի տալիս ես իրենք պատրաստում են, բերում տալիս քեզ։ Այդպես չէ, բայց ես հավատում եմ, որ ինքը համով չէր, որովհետև շուկայում պատրաստված է, եթե ինքը ինչ-որ ռեստորանում պատրաստված լիներ, նկատունեմ պատասխան ջերմաստիճանով, ինչ-որ տենց համեմունքով, բանով, մի քիչ սիրուն ապսեի մեջ, որտեղ հիմա նկարներ ցավոք չեմ կարացուց տամ, բայց դուք մենակ այդ set-up-ը որ տեսնեիք, հա մենք ինչ պայմաններում ենք նստած, օրինակ ինչի մեջ մեզ բերեցին այդ ամբողջը, ինքը արդեն այդ ամեն ինչը տենց զրոյացնում էր այդ համ կոչվածը, եթե կլիներ էլի։ Լեզվի առումով Հա, լեզվի առումով իրականում դե միշտ անգլերենն է օգնել, անգլերեն կամ ժեստերի լեզվով, մի անգամ հետագի պատմություն ենք տեսել Պորտուգալիայում, մեր առաջի ճամփորդություններ ենք երբ ուսած, ոնց որ առաջի երկրի Իսպանիան էր, այնտեղից գնում ենք Պորտուգալիա, Ուրիշ ժամանակ TOEFL-ի պարապում հետնել, ու շատ ուզում էի, որ տենց վահ Եվրոպա, ես կխոսեմ անգլերեն, իմ բոլոր ունակությունները ոնց որ կօգտագործեմ, ու հասանք Լիսաբոնից Բարսելոնա պետք է գայինք ավտոբուսով 14 ժամ։ Դեք հայ որ առաջին ոնց որ ճամփորդություններ, տենց շատ ամենաէժան տարբերակն էինք նայել, լիք հատիվ չէինք նայել, բան, շատ ոգևորված էինք, իրական լիքը ֆեյլեր կար այդտեղ։ Եվ որ հետև նայում մտածում լավ ոնց կարելի օրինակ գնալ մնալ 6-3 ռեյտինգով ինչ որ տեղում, որտեղ բուքինգում ինքը 10-ից 6-3 հա։ Մի խոսքով շատ տակիր էր։ Բայց հետ գայք այդ լեզվի ոնց որ բանին ու Լիսաբոնում ենք մոլում ու Netflix pass-ով պետք է գնայինք Բարսելոնա ու ոնց որ այսպես էր երբ որ հասնում էինք Բարսելոնա դրանից ուղիղ 3 ժամ հետո մեր թռիչքն էր գալու ենք Քութայիսի Վրաստան ու մենք չենք թե դա բաց թողնենք ինձ 14 ժամանոց ավտոբուս էր մենք կորցնենք նաև այն թռիչքը մի խոսքով լիքը միասական կորուստ կունենանք ու Flixbus-ը ինքը տենց մի հատ շատ վատ խասյան ունի, այսինքն գեժոնը հարմարը Եվրոպայի ծածկույթով կա, ավտոբուսներից հանցա, բայց իրանք միշտ իրանք կայարանները շատ տարօրինակ տեղերում են։ Կարող է լինեն հենց Central Station-ում, բայց դրա կողքի մոլի բանում այդ որտեղ որ կանգնում են սովորական մեքենաները, այսինքն ինչ-որ շատ տարօրինակ է։ Ու մի հատիկ պոստը կարա մի հատ ցուցանակ լինի, այսքան որ նրանց Flixbus Հա, որ երբեք չես հասկանում որտեղ է։
ու հիմա Netflix բացելիս ավորից գրածող ցույց է տալիս, որ այդ տեղը առևտրի կենտրոնում է։ Առևտրի կենտրոնում 11 հարկեր։ Մտել ենք չենք գտնում, ու մնացել ընդհանրապես 5 րոպե։ Մենք հենց խոճապահար են, որ ախր ոնց sense կլիներ, մենք 14 օր ճամփորդում ենք, հիմա էս բաց ենք թողնելու եւ այլն։ Մտել ենք վերելակի մեջ ու մի հատ կին է ինչ որ մակրոհիներ ոնց որ իր հեռախոսով բզբզում ու մենք հենց ոգեորդ ասում ենք Flix Bus-ից ուշացանք, ախր Flix Bus-ը խիա սենց անում ու ոնց որ խոսանք սա ոչ ենք անդադ Flix Bus ենք օգտագործում ու մենք այդ վերելակով հելում իջնում ենք, փորձում ենք հասկանալ որ հարկում է կանգնում, իրական այդ մոլ առևտրի կենտրոնը ասած է, այն դալման չի էլի, իրանք մի քիչ ուրիշ ձև են, ամեն հարկը իր բանը ունի parking կոչվածը եւ այլն։ Մեկ էլ այս կինը երևի արդեն հոգնել են մեզ, այսպես գլուխը բարձրացած Flix Bus ինչ որ акցենտով մեկ ասիկ հա բանը չենք անգլերով չենք ֆայմել հարցնենք որտեղ տարեկով կիներ ու զգացում եմ որ դա չի իմանա եւ այլն մեկից հա եկեք ձերքերով են տիպը հա եկեք ու տենց ինքը տարավ նենց տեղ մեզ հասցրեց որ մենք երբեք ինքնուրույն մենք դա չենք գտնել ու այդ ոնց որ ինչ որ բառի շնորհիվ էր կամ լիքը եղել է որ կերուս երբ որ ես իմ TOEFL-յան անգլերենով փորձում էի ասել բարև ձեզ խնդրում եմ կներեք անհանգստացնելու համար կցանկանայինք հարցնել որտեղ է բլա բլա ընկերոջ գալիս ասում էր լսի չի հասկանում օրինակ չգիտեմ Սալամանկան շատ փոքր իսպանական քաղաք է ոնց որ այնքան փոքր ինչքան օրինակ չգիտեմ Սպիտակ օրինակ Հայաստանում կամ Գավառը ոնց փոքր տեղ է բաշացիրն է ու տենց ես տենց մոտենում եմ իրանք չէին հասկանում ինչ եմ ասում տենց երկար տեքստով ընկերուհիս ասացել եմ իրոք գնաց մեկից ինձ այդ բուս ստոպ բուս բուս անդեգա ու տենց հետ ենք եկել ընկերուհիս տենց կատակերանը բոլորին ասում են ոյ ոնց էր խանգարում ինքը իր անգլերենով այնտեղ ոչ մեկ չէր հասկանում ինչ ասում ես գնում ասում էի բուս կամ ուտելիք բան ման իսկ ինքը որ աղջիկ ունեք այսինչ բան է որ վայ ուտելիքը այսքանը բայց ինքը իր հայրենով ավելի հեշտ էր հասկացնում ավելի խնդիր էր լուծում քան ես Մարոկոյում էր մի քիչ դժվար իրականում որտեղ այնտեղ անգլերեն չեն խոսում, այնտեղ ֆրանսերեն են խոսում կամ ոնց որ տեղական կամ արաբերենն է իրանց սպეციფიկ։ Այս ֆրանսերեն գիտեմ, այդքան լավ չգիտեի, այսքան մոռացել էի լիքը բաներ մինչև այնտեղ գնալը, բայց էլի շատ օգնեց։ Ինչ որ տարական հարցերում էլի կոմունիկացվել տաքսին որտեղ եմ, այստեղ պետք է փոխեք, չգիտեմ, սրա մեջ աղ կա, նրա մեջ չկա, ինչ որ sense տարական բաներում ֆրանսերեն շատ էր օգնում։ Բայց ֆրանսերեն չիմանայինք մի քիչ դժվար կլներ Մարոկոյում։ Որտեղ իրանք էլ մեր պես տակխարյուն բան այդպես։ Հետո ինտոնացիաներն են շատ հետաքրքիր, դրան էլ պետք է ուշադրություն դարձնել։ Օրինակ, հենց նույն Մարոկոյից кейս հիշեցի, երբ որ Մարաքեշում պետք է գնայինք, չեմ հիշում ում մսկիթ, ու մենք ասում ենք, որ դուք մեզ կտանեք, չգիտեմ, այսինչ սուկը մսկիթը չի, իրաց այդ կոճուր բազարիկներն են, բայց ասում էր մենք սուկ չունենք, որ ոնց սուկ չունենք։ Ասում ենք սուկ ենք ուզում գնանք տեսել ենք ունենք բան, ման ասում է ասուկ, ինչ որ sense բանը մենք այդ սուկը չի, ասում է սուկ, ինչ որ sense շեշտերը բանը շատ հաճախ կարող է որ քեզ դու ճիշտ ես ասում, կամ օրինակ Մուհամեդ Ալի Հա, ասենք Մուհամեդ Ալի ասում էր չկա ոնց բան, ասենք ոչ չկա հեսա գրած է, էլի քարտեզով ասում Մուհամեդ Ալի, որ հա դա, հեսա էլի կարանինի, բայց պետք է բաց լինել իրականում, եթե ամաչկոտ ես մի քիչ, չգիտեմ, խաշվում ես, որ հա լավ ոնց հարցնեմ, հա դե չէ բանման, բայց խանգարում է էլի Դե հա չես կարողանա, բայց տեղեր կան ովքեր որտեղ որ շատ հաճախ եկել է որ մարդիկ են տեսել են որ նա քարտեզը բացել է սաչես նայում ձախես նայում ես Վիեննայում տենց քես ունեցել Գերմանիայում եկել են ոնց որ կարիք ունեք օգնելու տեղացի չեք որ եք ուզում գնաք այսքան տենց փորձառությունն էլ ա եղել Դանիայում էլ ա եղել բայց դա Հայաստանում էլ է դառնում շատ եմ նկատել նույնիսկ ես այդպես լիք եղել է որ ոնց որ կախը պետք է օգնել կամ նկարվել օրինակ ինչ որ տեսել են որ լիքը տեղացիներ չեն այսինքն տեղացի չլինելով ինչ որ սելֆի բանում տարբերվում են որ կուզեք նկարեք որ հովայ կնկարեք որտեղ օրինակ այն նույն բանը ինչ որ մեկը քո նկատմամբ ապարել է ասենք ուրիշ քաղաքում տեսել է հա դու մենակ ես նկարվում ասել է լավ դե արի նկարեմ ստեղ քեզ կհիշես ես ինչ որ սիրուն գալիս է կպնում իրար միշտ
Այն որ գնում եք, ասենք գնացինք ինչ որ երկիր, առաջինը ինչն ա ձեզ գրավում, որ պլան եք կազմում, իրա թանգարանները պիտի տեսարժան վայրերը, թե օրինակ եթե ծովափնյա երկիր ա, ասում եք լավ, այս անգամ էլ գնում ենք հանգստանանք մենակ ծովափ, թե ամեն ինչ մի անգամից սա համատեղում եք, որ ամեն ինչից էլ օգտված լինեք, իմանաք, որ այս երկրի բժիշկան դրել եմ էլի ոնց որ ասած։ Իրականում նայած, ճիշտն ասած, ես մինչև ընտանեկան կյանքով ապրել եմ, ճիշտն ասած, երբեք ծովափը ու ծովափնյա հանգիստը տան շատ չի հետաքրքրել։ Ես միշտ մտածել եմ, որ արևի տակ պարկել մի քանի օր ինքը տենց անիմաստ ժամանակի կորուստ է, ոնց կարելի է ուղակի առավոտվանից ելնել, հաց ուտել գնալ պարկել, գալ հաց ուտել, ցայվել քնել, հետո գնալ էլի պարկել, հետո գալ ընթրել ու տենց մի քանի օր, այսինքն այդ ինչ հարց է լուծում։ Ես միշտ երբեք չեմ պատկերացրել մինչև այս տարի։ Այս տարի ամուսինս համոզեց բան Եգիպտոս գնանք բան, ու քանի որ ինքը կազմակերպած բոլոր եվրոպական այդ չափշփոցիներին, հա, այդ որ օրը 40,000 քայլ քայլում ես եւ այլն, ինքը այդ բոլորին իմ հետ տենց շատ սիրով եկել է, մասնակցել է, որ լավ օքեյ հիմա էլ քո հերթն է։ Քո կարիքները ոնց որ ինքն էլ շատ սիրում է ավազ, այդ пассив հանգիստը, շատ սիրում է ինչ-որ նոր բաներ տեսնել, ուտելիք փորձել, բայց հետնել որ դա լինի առանց շատ մաքսիմում քայլելու ու առանց ինչ-որ մաքսիմում այդ անցուդարձի էլի տենց սիրում նստես ամեն ինչ կատարվի հետդ։ Այդպես, ինչ վերաբերում է իմ մասով, հայս վերջերս եմ այդ սովային հանգստի մասով ինչ-որ փորձել կազմակերպել, չեմ կարող ասեմ, որ իմն է, որովհետև մեկը այն որ ես տեղդ չես նստում, մտածում ես լավ գրողը տանի այսօր էլ սա, վաղն էլ սա, մյուսօրն էլ սա։ Մեկը տենց Եգիպտոս ընկերուհիներով փորձառություն ենք ունեցել, գնացել ենք, բայց մենք արևի տակ պարկեցինք այդ մի շաբաթվա մեջ 3 ժամ, որովհետև մենք վերցրել էինք տուրեր, այնտեղ թայվինգ, մայրիկ մի խոսքով գնացել էինք Կահիրե, բուրգեր ու Շարմ el-Շեյխից, էլի որ մենակ մի օր գնում է 12 ժամ, շատ ակտիվ էր։ Այդպես, ծովային հանգստի մասին այսքանը կարող եմ ասեմ, դեռ չունեմ ինչ-որ կարծիք, բայց գերի կփոխվի, որովհետև եթե ոնց որ այսպես ենք էլի պայմանավորվել, ունենք մենք մի քանի պուճունիկ եվրոպական տուրեր, որ ոնց որ իմ մեջ է ոնց որ փոքր Վանուհին կամ չգիտեմ, այ Վանուհին ով որ ունի այդ ամեն ինչը տեսնելու կարիքը ինքը ուրախանա ու մեկ մի հատ ընտանեկան մի քիչ տենց մեծ օդ հանգիստ, որ արևը ավելի տենց հոգնածություն է հանում, ավազ եւ այլն, ասած բաների մասին, հա։ Բայց ես հոգով միշտ չափչփելու կողմնակիցներ եմ, հա։ Միշտ ընդ գնալ, քայլել, կապ չունի, քանի հազար քայլ, ասենց մինչև վերջին հնարավոր պահը քամել, բայց այդ էլ փորձի հետ նվազեց իրականում։ Ասեմ ինչի, որովհետև երբ որ, չգիտեմ, առաջին մի 5-6 10 երկիրներ, 12 երկիրներ, ես ունեի ցուցակ, ոնց հանձրալի ճամփորդողներից էի, որ առավոտ 8-ից մինչև երեկոյան ժամը 11-ը ինքը հստակ ժամերով ունի թե ինքը ուրա գնում։ Ես դեռ Փարիզն եմ տեսել ու մինչև հիմա փոշմանում եմ նրա համար, որովհետև շատ կուզենայի հիմա պրոստը ուղղակի գնայի ու Փարիզում ուղղակի պտտվեի, քայլեի, այսինքն չմտածեի, որ էսել 3 օր ունեմ, ոնց եմ կազմակերպում։ Բայց ժամանակ ChatGPT չկար, հիմա օրինակ կարաս հանգիստ գրես 3 օր ունեմ, ասա ինչ անեմ, ինքը սիրուն գրում տալիս է։ Այդ ժամանակ միջև ես chat-ի ոնց որ հայտնվել է ամբողջը ձեռքով աշխատանքեր, տենց օրերով, որտեղ հաց ուտեմ, որտեղը էժան, մանավանդ երբ որ գումարը սահմանափակ է, ինքը տենց մի քանի օրվա ռիսերչեր ինձանից պահանջում, YouTube-ի վիդեոներ նայել, ռիվյուներ կարդալ, հա օքեյ, էժան, բայց գոնե համով էլ լինի։ Հետո COVID-ի ժամանակ օրինակ ես տենց լիքը ժամանակ ծախսել էի ռիսերչի վրա, բայց ես մոռացել էի այն կտորը, որ COVID-ը ու լիքը տեղ փակ է, ու իմ ցուցակից մի 80%-ը փակ էր։ Իսկ ես կարող հասնեի մի տեղ, որոնք խխունջը փորձեմ, ոչ թե 25 եվրոյով, այլ 10 եվրոյով ու մեկ էլ փակա, որտեղ COVID է։ Ինչ որ sense ռեյլել են, էլի եղել մենակ ամեն ինչ իդեալական չի անցնում։ Մի խոսքով հասնել եք սիրում, գնաք ու ուսումնասիրեք, չէ՞։ Հա, ես իրական թանգարանների մոտ շատ կարող է վատա, կարող է, չգիտեմ, ինչ-որ շատ էրդուցեն ոնց կարելի է, բայց օրինակ ես Լուվր չեմ գնացել, ինձ Լուվրը հետաքրքիր չի։ Ինձ ահավոր հետաքրքիր էր գնալ օրինակ Փարիզի շուկան, որտեղ որ ֆրանսիացիները առնում են իրենց տան ամեն օրվա ուտելիքը։ Ու նրանք ոնց են օրինակ առևտուրանում ինչ են առնում, ինչ չեն առնում, գնալ այնտեղ փորձել օրինակ ծովամթերքներ, որը որ ռեստորանում օրինակ մի բաժին դու պետքա պատվիրես, իսկ այնտեղ օրինակ հատով
չեմ հիշում իրաց անունները, որ տենց ինքը հում է, իրա վրա տենց լիմոն են մի քիչ բանանում, ցայում, ու տենց մի անգամ տենց կուլ են տալիս քաշելով, հա դրանցից։ Ոնց որ հատով կարելի է դրանից վերցնել փորձել, իսկ ռեստորանում դա պետք է սեթով գար, որը 50 եվրո էր։ Մի խոսքով ես ավելի sense ոնց որ փորձառությունների մասով օրինակ նույն օպերայում Վիեննայում շատ մեծ դժվարությամբ 5 եվրոյով տոմս էի գտել, որտեվ ես օպերայի մարդ չեմ, բայց ես ուզում եմ շենքը տեսնեի, բայց չես կարող տոմս շոյելով մտել շենքը տեսնես։ Հետո Google-ել էի պարզվել էր, որ մի հատ հետևը մուտք կա, իմիջիայլոց մինչև հիմա կա, որտեղ որ չվաճառած տոմսերը չէ, ներողություն, սխալ եմ հիշում, ոնց որ մի հատ sense հատված կա Վիեննայի հենց օպերայի շենքում, որը մոտապես մի 5 մարդ եթե կանգնի, այդպես շարք է լինում, ու sense 5 շարք կարելի է գնել։ Ու մարդիկ այնտեղ գալիս են մոտապես 5-ից 6 եվրո է վճարում, բայց դու կանգնած ես։ Ու ամբողջ օպերայի ընթացքում դու կանգնած ուղղակի լսելու ես, իսկ նստելու հնարավորություն չկա, ոչ մի բան չկա, դու անցար կանգնեցիր։ Այնտեղ մարդիկ բերում էին իրանց, չգիտեմ, պայուսակներն են ետին թողնում, որ տենց ֆիքսեն, որ ես իմ տեղն է, չգաք ստեղ կանգնեք, թաշկինակ էին կպցնում ինչ-որ, կամ ինչ-որ թղթի վրա մեծ գրում էին, չգիտեմ, Վանուհի Հովսեփյան, օրինակ, որ ստեղ դնում եմ, ստեղ ես եմ։ Ինքը տանջալից է իրականում, որտեղ դու մի 4 ժամ պետք է սպասես, որովհետև երբ որ օպերան սկսվում է, անցնում են սկզբից անցնում են տոմս ունեցող մարդիկ, ուսնավ ես սիրուն հագնված, որ օպերա են եկել, բայց տոմսը մի 60 եվրո է, էլի, դա ամբողջ 60 եվրո քո տրիփի բյուջեն է։ Ու մեկ էս աղբորը պետք է անցնել, նոր են մարդկանց համար է բացում, ովքեր որ պրոստը կանգնելու են։ Բայց դե քանի որ դու ուզում ես գոնե ներսը տեսնես, որ լավ, օքեյ, կսպասեմ, մի 4 ժամ դրա վրա կարա գնա։ Թանգարանի փորձ ունեցել եմ իրականում, առաջի Պիկասոյի թանգարան էին գնացել, առաջին բանի ժամանակ ճամփորդության, դա էր որտեղ դե պետք էր գնալ։ Ձետ գալուչկա էր։ Հետո հասկացա, որ հետաքրքիր չի։ Շատ ամոթ է կարող, բայց իրոք հետաքրքիր չի։ Մինչև հիմա էլ իրոք հետաքրքիր չեն, ու ես նախընտրում ունենամ գաստրոնոմիկ փորձառություններ, free walking տուրեր եմ իրականում վերցնում շատ հաճախ։ Free walking տուրերը իրանք կայքեր են, որոնք որ ոնց որ կազմակերպում են անվճար տուրեր տվյալ քաղաք եկող մարդկանց համար։ Ենթադրենք ես ապրում եմ Երևանում, ես գիտեմ շատ լավ անգլերեն, ես շատ սիրում եմ քաղաքի մասին պատմել։ Ես այդ կայքում դնում հայտարարություն, ու ասում որ խումբ եմ հավաքում, ու մարդիկ երբ որ օրինակ դուք ենթադրենք ապրում եք, չգիտեմ, Փարիզում, Հայաստան եք գալիս, մտնում եք կայք, որ տեսնեք օրինակ ինչ տարբերակներ կա քաղաքը տեսնելու։ Մեկը բերում է բացահայտիր Երևանը Վանուհու հետ։ Ու այդ նույն հայտարարությունը բերում է օրինակ մի 1000 հոգու մոդել։ Մեկ էլ դուք request եք ուղարկում, ասում եք, «Ահա, ես այդ օրը այդտեղ եմ լինելու»։ Կա ֆիքսատ ժամեր, կա լեզուներ, անգլերեն, ռուսերեն, չգիտեմ, եւ այլն։ Ու մեկ էլ ինչ-որ պահի հավաքվում այդ խումբ, ասենք 7-8 հոգանոց խումբ։ Ես ունեմ իմ ծրագիրը, ես ձեզ տանում եմ 2 ժամանոց տուրի։ Իրա հետ ամբողջ Երևանով քայլում ենք, ես լիքը տակիր բաներ եմ պատմում, այդպես։ Ինքը ընդհանուր դուք չեք վճարում մասնակցելու համար, բայց ինքը tip based է։ Իսկ դուք վերջում կարող եք թողնել ինձ ինչքան ցանկանաք թեյավճար։ Դա կարի 1 եվրո, կարա ոչ մի բան չլինի, դուք կարեք ասեք, ես չհավանեցի ձեզ ճիշտն ասած, ձեր պատմածը հետաքրքիր չէր, կներեք ստեսություն։ Մարդիկ կան, ասեք այնքան հավանում 100 եվրո են թողնում։ Ինքը ինչքանով է լավ, որ օրինակ այն քաղաքներում, որտեղ ես եղել եմ, ենթադրենք մի օր եմ ունեցել, որպեսզի ես փոխարենը ես վազեմ այս տեսար ժամվայրը հետոնդեղ free walking տուր եմ վերցնում, գնում կոնկրետ ժամին միտեղ, իրանք սովորաբար մի 60% տեսնելիքների ծածկում են ու պատմում են անընդհատ։ Այսից դեղ եղավ։ Ու այդպես, ու ինքը հնարավորություն է տալիս, որ դու մի 2-3 ժամում շատ sense կոմպակտ քաղաքի մասին ինֆո իմանաս, թե որտեղ համովուտ ես։ Ճիշտ է, տեղել են լինում իհարկե լիքը խաբեբայություններ, որտեղ իրանք էլ համագործակցում են ինչ-որ տարբեր խանութի հետ, խանութների, ռեստորանների հետ, որ քեզ ուղարկում են այնտեղ, որ իրանք տոկոս ունենան եւ այլն։ Փորձեք ուղղակի հասկանում ես, էլի պետք է տես նաեւ կորեն վստահել, որ ասում օրինակ այս ռեստորան ամենահամով ձուկն է։ Պետք է մի քիչ ասենք, չէ՞, Google-ից տեսնես օրինակ TripAdvisor-ի ռեյտինգը ինչքան է։ Եթե TripAdvisor-ի ռեյտինգը 2 է, ուրեմն իրանք պրոստը համագործակցում են։ Եթե օրինակ 4-8 է, ուրեմն բակը բերել է, քեզ տենց լավ գիդ է բաժին հասել։ Ես ունեցել եմ շատ լավ գիդեր, որոնք նույնիսկ հետո լիքը բաներ են ուղարկում, գնացեք ես փորձեք ամենահամով կրուասանը Միլանում ստեղա եւ այլն։ Ունեցել եմ շատ վատ գիդեր, որոնք մաքսիմում փորձում են տանային այն ստեղեր, որ իրանք քո վրա ծախեն ապրանք։
Բայց եկել ես ասած, էլի գնացի կես ժամ անցավ, հասկանում ես քոնը չի, ձանձրանում ես, տեմպը դուրս չի գալիս, ասում ես կներեք, ոնց որ շնորհակալ, հա։ Այդ շատ արագ ոնց որ քաղաքը տեսնելու մասով հնարավորություն է, 2 ժամ ունես, որ չհասկանաս ոնց որ ինչը բացող ես, նրանք հիմնական ամբողջը ծածկում են։ Հետո քեզ ինչը դուր է եկել, կարաս հետ գնաս այլ մանրամասն նայես, Google-ես մի քիչ։ Հետո այլ մարդկանց հետ ծանոթանաս, որովհետև այդ տուրերում միշտ ասենք մարդիկ կան, սկանդինավներից մարդիկ կան, Ավստրալիայից մարդիկ կան, ճանապարհորդներ Ամերիկայից, ովքեր որ դե ինտերնետով կայքեր մտել են, բուքին արել եկե մասնակցում են։ Տենց, հա, հիմնականում ուղղությունները այդ են, շատ քայլել, հետո շատ, բայց ճամփորդության ձևը իրականում փորձի հետ փոխվեց, որովհետև սկզբի 1-2 տարին իմ մոտ որ պարտադիր ցուցակով էր։ Ցուցակը պետքա մինչև վերջին հատիկը ինքդ ես նշված լիներ, որ ես տեսել եմ, որտեղ եթե հանկարծ ինչ-որ մեկից հարցներ Փարիզում ես ինչ տեղում եղել ես, ես ասեի, չէ, ու ինքը ասեր, «Ոյ, լավ, ոնց կարելի է գնալ Փարիզ, այստեղ չգնալ», ես կամաչեի, մտածեի, որ ես բաց ճանապարհորդ եմ, ես բաց եմ կազմակերպել, հետո փորձի հետ դա անցավ, որովհետև այդ կարիքը ցույց տալու ինքնահավատ էլի շատ նվազեց։ Հիմա ես կարամ չգիտեմ, գնամ ինչ-որ եվրոպական քաղաք, նստեմ օրինակ իրանց 5 քաղաքում, 2 ժամ կարամ նստեմ ինչ-որ սրճարանում, ուտեմ մի հատ համով ինչ-որ մի բան, մի հատ համով կապուչինո ու նայեմ մարդիկ ոնց են գնում գալիս։ Հիմա այնտեղ թե ինչ մի հատ տենց տաճարա մնացել, թե չգիտեմ այնտեղ գետնի տակ եսին ինչ կա, կամ այդ թզուկ աղձան կա, որի քիթը պետքա տենց տրորել, որովհետև ինքը հաջողություն ա բերում եւ այլն է, որ շատ ուրախ եմ այդ բոլորի համար։ Կարևորը ես այս պահին ուզում անեմ էս, բայց առաջ ես ինձ թույլ չէի կարա տա, որովհետև մտածում էի ոնց։ Ու հետո մի քիչ շատ էս ճամփորդում հատկապես Եվրոպայում ամեն ինչ որ sense կրկնոր նմանվում է, այդ old town, չգիտեմ ինչ որ այդ թզուկները, որի քթերը միշտ պետքա sense ինչ որ բաներ անես, որ քեզ հաջողություն բերի։ Իրանք նույնն են։ Կամ չգիտեմ ինչ որ ամրոց, որը որ քաղաքի պաշտպանությանն է ծառայել, այդտեղից ինչ որ բաները զինվորները կրակել են այդ քաղաքի վրա հարձակվող մարդկանց վրա կամ ինչ որ դևեր, ովքեր որ ինչ որ լեգենդներ եւ այլն լիքը տեղերում էլի։ Ասում ես լավ, օքեյ, ուզում եմ նայեմ։ Եթե ուզում ես, արի գնա նայի։ Բայց եթե չէ, ոնց որ արի չարժե զրկենք այն, որ դու կարաս հասնես օրինակ Լիտվա, ուզենաս ուղղակի մի հատ հաճելի սուրճ խմես ու նայես, չկա սինգլդ։ Իսկ առաջ դա արժե զրկում է մի տեսակ շատ, բայց փորձի հետ փոխվեց։ Հիմա ավելի ոնց որ sense հանգիստ եմ, համ իմ նկատմամբ եմ քիչ պահանջկոտ, որ վայ ես չես տեսել։ Համ ավելի ճկուն եմ։ Վանուհի ջան, հետաքրքիր է, այդքան լիքը երկրներ եք գնացել, 40 թիվ քաղաքների քանակն էլ 100-ից ավել փաստորեն։ Հետաքրքիր է, ի՞նչն է, օրինակ, որ այդ երկրներում շատ միայն կարգի գրավել ա, դες կուզեիք, որ Հայաստանում էլ այդ երևույթը կամ առարկան կամ ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ նորարարական մի բան, որ շատ ա գրավել, դες կուզեիք Հայաստանում էլ հիմա լիներ։ Կամ միգուցե երազել եք այն ժամանակ, որ լիներ, հիմա արդեն կա։ Իրականում ավելի շուտ մենթալիտետի հետ կապված ինչ-որ հարցեր, ավելի թեթև տանելու մասով, այսինքն եթե ինչ-որ խնդիրներ կան, օքեյ, կա հասկանենք հա ոնց են կարակ լուծում, որ խնդիր յուրենալ է նորմալ է, սխալվել է նորմալ է։ Այստեղ մի տեսակ այդ sense ամեն ինչին մենք շատ ծայրահեղական ենք մոտենում իմ տեսանկյունից։ Կամ այս կողմը կամ այն կողմը, բայց ոնց որ կյանքը միշտ այնա ինչ որ մեջտեղում է, էլի ոչ թե sense այս կողմերում է։ Դրսում շատ այդ մեջտեղի այդ բալանսը ոնց որ sense գտել են մարդիկ ու ավելի հանգիստ են ապրում։ Հետո շատ կազմակերպված է ամեն ինչ, շատ այն ինչ որ շատ դուր է էլի եկել, այսինքն այդ կազմակերպվածությունը, աջակցությունը պետության կողմից, օրինակ հենց նույն սկանդինավներում իրաց մոդելը ինչի եմ շատ հավանում, որտեղ ամեն հարցում իրանք ունեն իրաց պետության աջակցությունը, այն իմաստով, որ ամեն ինչ արդեն նախապես մտածած է։ Այսինքն պետք չի որ դու ինչ որ լավ Հայաստանում ես շատ հարցեր, ոնց որ փորձեմ հասկանամ, լավ, ես ոնց գլուխ անեմ սրանից, այնի ոնց անեմ սրանից, ոնց օգտվեմ, նրանից ոնց օգտվեմ։ Շատ երկրներ պետությունը գալիս է ասում է նայ դու հիմա պետք է անես էս ես քո մասին ամեն ինչ մտածել եմ ոնց որ հիմա պոստը հետևի էս ընթացակարգը իսկ ստեղ չգիտեմ ինչ որ դաժան այն ամենավատ իրավիճակներում բանակի հետ կապված հարցերում պատերազմ եղավ եւ այլն այսքան հիմա տպավորությունն ու շարժիչ ուժը հասարակությունն է որ հավաքվենք ուտելիք հավաքվենք տեղի փող հավաքենք ոնց որ պետությունից չի գալիս լիքը բաներ ճիշտ է դա իր թերություններ ունի շատ տեղեր որովհետեւ երբ որ շատ ապահոված ես արդեն միտքդ ինչ որ ուրիշ հարցերի շուրջ է սկսում
աշխատել, մի տեսակ ավելի անհոգ ես, ավելի ոնց որ ասում ես, հա դե սորվա հաց կա, հերիկա պետությունն էլ այնտեղ թիկունք հա, ու եղած սկսում եմ մի քիչ ավելի ոնց որ քիչ ճկուն լինել, օրինակ ես այդ իօքուտ հայերի Հայաստանի ոնց որ հա որ համատում եմ, մենք շատ ճկուն ենք, մենք շատ խորամանկ ենք, մենք շատ համ լայվ մաստով համ վատ իրավիճակից շատ արագ հա իրավիճակից շատ արագ ոնց որ կարողանում ենք հասկանանք ոնց դուրս գանք, օրինակ եվրոպացիները մի քիչ ավելի sense դանդաղ կոտ են, որ լավ, հələ մի վարքյան, մի հատես, մի հատեն, իսկ մենք արդեն հա, մենք արդեն են որ 1-2, հա օքեյ, մատնայ, էսենց էս անում, մեր ուղեղը շատ արագ է աշխատում, այդ լավ օրից չի ենթադրում եմ, որովհետև մենք ինչ-որ տենց գոյատևման վրաստ պայքար եւ այլն, բայց մեր ուղեղը տենց է դառնում, օրինակ շատ լավ է, շատ սիրում մեր մոտ, ոնց լիքը եվրոպացի ընկերներիս հետ, ասում լավ, խնդրում եմ դու իրոք չես հասկացել որ ես կարելի է սենց անել եմ թե չէ բայց սենց ոնց կամ օրինակ օրենքի հետ կապված ինչ որ հարցեր Հայաստանը ոնց է ինչ որ եթե կա օրենք մենք ապայով ասում ենք իրան ոնց շրջանցենք այսինքն չկա որ օրենք կա ինքը հետևելու համար է Եվրոպայում օրինակ օրենք կա ինքը հետևելու համար է բոլորը մենակ այսքանն են տեսնում իսկ քանի որ մենք այս օրենքի այսքանն ենք տեսնում հետն մենք մտածում ենք ոնց անենք որ այս կողքեն էլ տեսնենք որ լայսիկը գտնենք սենց ինչ որ բաներ անենք մեր մտահորիզոնը ոչ թե սենց է այլ սենց արդեն Իսկ այդ արդեն շատ մեծ տարածք է։ Այդպես շատ հավանել եմ հանգստությունը, մրցակցության բացակայությունը, օրինակ ես որտեղ եղել եմ, այդ օդում կախված այդ ծանր մրցակցային ինչ-որ բան է ապացուցել իրար, որ ես ավելի լավն եմ, ավելի լավ պաշտոն ունեմ, ես ունեմ, այն ունեմ, Այդ դրսում չկա։ Մարդիկ ավելի շուտ ոնց որ ապրում են վայելելու համար։ Աշխատանքը գործիք է, որ ստանաս գումար, կազմակերպես կյանքդ։ Հայաստանում մի տեսակ այդ աշխատանքը, պաշտոնը, այդ ամեն ինչ ինչ որ շատ մեծ sense կարևոր բան է, որ մրցույթի համար։ Բարևում ես հաջորդ հարցը որտեղ ես աշխատում, ինչ ես անում։ Ուտեղից արդեն հասկանում ես իր հետ հիմա ոնց շփվես, եթե ինքնորոշ չգիտեմ, բանվոր է ինչ որ մի տեղում արդեն ուրիշ ձև ես սկսում ինչ որ մոտել։ Նու հիմնականում եմ ասում, էլի։ Եթե օրինակ ինչ որ մի տեղում ասում եմ, նորեն եմ հիմնադիր եմ եւ այլն, ասում լուրջ մարդ հա, բան, տենց է կարելի է։ Այս ամեն ինչը ինքը ինչ որ sense անիմաստ աժոտաժ առաջացնում լարվածություն առաջացնում հետո դրսում լինել 40 տարեկան ու հələ չհասկանալ դու ինչ ես ուզում անես այս կյանքում լիվ նորմալ է ասենք չգիտեմ գնալ փորձել ուրիշ մասնագիտություն կամ դուրս գալ աշխատանքից քեզ գտնել Ստեղ տպավորեցնել դու 20 տարեկանում արդեն դու պետք է հասկացած լինես դու ինչ ես ուզում անես 25-ում ունեցած լինես գոնե ամուսնացած լինես 30-ում եթե արդեն 30 ես մի հատ հիպոթեք մեքենան ցանկալի է դե կինը կամ ամուսինը միանշանակ, որտեղ այդ 25-ում դե արդեն մտածած լիներ ու այդ երեխա չկա, այլ որ բայց արդեն 30-ում ես, երեխան որ չկա, վաղը դառնաս 40, 10 տարեկան է լինելու։ Այսինքն այս ամեն ինչը այստեղ շատ ծանր է։ Նա թեթև է շատ ավելի, հա օքեյ, հիմա այս չեմ ուզում, այն եմ ուզում։ Շատ նորմալ է աշխատել, օրինակ, գիտեմ, ինչ ուզում ես, օրինակ իմ երազանքներից մեկը մատուցող աշխատելն է, շատ խնդալի է, ինչու, բայց տենց է։ Ես միշտ մտածում եմ դրսում մատուցող կաշխատեմ, որտեղ ստեղ օրինակ ամաչում եմ չգիտեմ, դա անիմաստ որ կոմպլեքս է, բայց այստեղ ես մի տեսակ 5 գոլեգաս որ գանայի, ասի հա, վայ, փաստորեն այսքան վատ է, ոնց որ գնացել մատուցող աշխատում։ Բայց դասում շտատի պապիներ էին մատուցողներ աշխատում ու շատ լավ էր, ու վերաբերմունքն էլ է դրան փոխվում։ Բայց այստեղ փոխվում է լիքը բաներ իրականում, շնորհիվ այն մեծ կազմակերպությունների, որոնք մասնաճյուղեր են բացում, իրաց թիմակիցներն են գալիս եւ այլն։ Բայց էլի հենց ის թվում տեղացիների համար մի քիչ փոփոխությունները ավելի դանդաղ են։ Դրա բառեր կա, հայացքներ կա, որ մենք իրար մեջ հասկանում ենք, չէ՞, ամեն դեպքում կարող է տեղացիներից չբռնի։ Բայց օրինակ ստեղ ուշադրությունը ճիշտ է ինչքան մի քիչ տոքսիկ կարա լինի, տենց քո կյանքի աղորիա եւ այլն, բայց դա շատ լավ է, օրինակ դրսում կարող է այդքան հոգատար չլինեն, իսկ ստեղ ցանկացած ինչ որ մեկը կարող է մի քիչ շատ է բան չունեմ ասելու, բայց այդ հոգատարությունը ամեն կա։ Եվ նախագծի ամենավերջին հարցն եմ տալիս, Վանուհի ջան, ես նախադասությունը ասում եմ ու դուք շարունակեք ձեր տեսակետով, էլի։ Ես իմ անուշ Հայաստանի ինչն եք սիրում։ Մարդկանց եմ սիրում։ Իմ համար մարդիկ են, այստեղ ամենակարևորը իրականում ու հյուրերս էլ որ գալիս են, միշտ ասում են, ճիշտ ասած ամեն ինչ լավ է, բնություն եւ այլն ուտելիք, բայց սա մարդիկ մի տեսակ ուրիշ ձև են ստեղ։ Հա, մարդիկ են սիրալիր ենք, չէ՞։ Չկարող ենք նույնիսկ այդ մեր ջղայնության մեջ, ինչ որ sense բան կա, քաղցրություն կա։
լավ անելու միտում կա։ Հիմա հարցը դու ինչ անում ես ինքը արդյունքում լավն է թե վատն է, բայց ես վստահ եմ, որ այդ միտումը օրինակ չգիտեմ, ընդհանրենք ինչ որ շատ է եղել, որ ծանր տոպակներով ինչ որ տեղ եմ բարձրացել, ինչ որ տղա է եկել, ասել է տվեք օգնեմ, ման ասել եմ չէ ես կարողանամ։ Ես ինքս շնորհակալություն, բայց տենց ճպցրել եմ քուրս տուր։ Այսինքն ոնց որ այդ շատ մունատ է, շատ կոպիտ է եւ այլն, եթե եվրոպացիներ կասեր, օ դատի կտամ եւ այլն, բայց դու գիտես, որ այդ քուրս տուր իբր համունացն է, համ այդ բանը։ Հա, այսինքն ես տեղ եմ պետք անեմ, կամ այդ նույն հաշիվ կգել եմ։ Եվրոպայում ոնց է գնում ենք ամեն մեկը մինչև վերջի ջուրը, ով քանի բաժակ է խմել, այսքան բաժակի ջուրը ես եմ վճարում։ Իսկ ստեղ որ ընկերներս գալիս են, օրինակ Հայաստանում ես եմ վճարում կամ ինչ որ ամուսինս է վճարում կամ ուրիշ ընկեր է վճարում, բան իրանք ասում են, «Ո ոչ, բան տվեք, մենք մերը կիսենք», եմ ասում այսինքն ես մունատ հա թվում է հեսա կհելեմ կխփեմ ոնց ես եկել Հայաստանում ինձ ասում թող ոնց որ ես եմ հաջի վճարում տենց բայց էլի ոնց որ այդ լավն է ուղղակի մենք հատաճակը չգիտենք այդ լավ ոնց ցույց տանք Լեռնային երկիր լինելուց է էլի ասում ամեն մի բնակչություն ոնց որ իր բանով է չէ երկրի ձևով է խառնվածքը ձևավորվում Բայց եւոք ոնց որ ես լավ բան եմ ուզում անեմ, ես իրաց հետ նույնիսկ այսքան փոքր բան եմ ուզում, ես իրաց սիրուն կփաթեթավորեմ, կբան կանեմ այդ ցանկանալիքս, հա, ինչ որ ուզում եմ անեմ։ Որ ես զբաղերով, վերբալ, ամեն ինչ կարտահայտեմ բան, բայց կարող է մենք ուզում ենք այսքան բան անենք, բայց մենք ինքան մունատ ենք տեղ խցկում, որ ինքը դառնում է այսքան հավասար։ Այնտեղ հակառակն է, ես իպուճր բանը վերցնում եմ, նվերների մշակույթն է, օրինակ ես ընդերից եմ սովորել փոքր նվերների տալը։ Մենք տենց անդադ ομերին բաներին հավաքում ենք միացած փուճրիկ ինչ-որ տուփ, ու մեջ լսում ենք լիքը նվերներ։ Ու այդ նվերները, ասենք, կարար կաղոդի ծաղակ, բայց կարելի ծամոն լիներ, կարար լիներ ինչ-որ մի հատ փուճուր մատիտ, որը որ տեսել է, օրինակ միտեղ հավանել է։ Ուզում եմ 15 հատ փոքր բան, որից գումարված կարող չգիտեմ 10,000 դրամ կազմի օրինակ։ Բայց իրանք այս փոքր բաների մեջ ավելի ուրախություն են գնում, որ ասում են, ահա տեսա նոր ես խանութում նկատել եմ, որ դու ես թաշկինակի նայրեր օրինակ, տեսա թաշկինակն եմ դրել կամ թեյ գույնը Հատ վերջին բանը պատմեմ շատ արագ, շատ ծաղալ եմ ուղղակի ընկերներից մեկը եկել էր Գյումրի հարսանիքի այդ մինչև հիմա տենց բաներ անեկդոտա դարձել ինքը բանը Եվրոպայում ապրում եւ այլն բան ու կանչել են Գյումրի շատ հարուստ ընտանիքի հարսանիք, հա Գյումրի ամենամեծ բանում են անում այդ հարսանյալ հանդիսություններից սրահում դե մենք գիտենք չէ ասենք ինչ կարգի ռեստորանում ինչքան գումար է ստանում եթե հարուստ են մի քիչ ավելի շատ եթե միջին են ոնց որ այնքան որ գոնե ապորիտ գումարը ծածկի դե հայավարի է հիմա տենց է Ես աղջիկն եկել էր ու ասաց ես նենց սիրուն նվեր եմ իրանց համար պատրաստել ասում հա ինչ ես բերել բան նվեկել հանեց sense փուճուրի կանվաս այն որ նկարում են վրան մոլբերտ ես քաներ ու ինչ որ sense ներկեր է բերել հետը ու այդ աման տափակ ասում են հայ գիտես այս նրա համար է որ այս ներկեր իրանք sense լեցրեն այս ամանիկի մեր խառնեն տենց ձերքը sense թաթախեն դրան հետո այդ կանվասի վրա թաթախեն տղան այս կողմ աղջիկ են կողմը տակա ինչ որ այդ ներկով գրվի իրանց ամուսնության օրը Շատ սիրուն բան է, չէ՞, ասենք իրանք միշտ ամբողջ կյանքում կհիշեն, իրանց երեխան որ ծնվի, իրանց երեխու թաթիկներ կարան բանից դնեն, հետո դեռ շատանա դառնա ընտանեկան կանվաս։ Նա այնպես ասում է, շուտ լավ բան է մտածել, ասենք ինչ սիրուն է։ Բայց դու հաշվես առնում որ ընտանեկան 25000 դրամի աթոռ գումարն է տվել, օրինակ հարսանիքի ինչ որ հավանի, ու այդ կանվասը Տենց, հետո գնաց հարսանիք, դες բնականաբար չի ասելու։ Ճիշտ ասած քեզանից իրանք լրիվ ուրիշ բան են սպասում, ոնց որ ուրիշներից։ Գնաց ակա բայց հարսանիքը շատ լավ էր, ուղղակի երբ որ նվերների տալու պահն էր մի տեսակ։ Ես տվեցի ու իրանք նենց չուրախացան, ոնց որ ես էի ուզում։ Դրեցի պրոստը կողմ այդ։ Ապտեսացի ինչից է։ Սիվա չմոր ես կբացատրեմ ինչից է, ստեղ տենց չի ասում։ Չգիտել։ Դու չես կարել սպուճուրի շոր բան վերցնես գնաս հարսանիք ու ասես ախր ես այսքան մտածել եմ ես ընդերից քարշ եմ տվել այդ կանվասը ներկսավ բերել եմ կարայի իմ պարագաներից բերեի ցեզ էլ գումար տայի բայց ես տեղ եմ հատկացրել այդ մտածել եմ գնացել բան եմ եկել այնտեղ այս փոքր բաներից ուրախանալու պահը շատ կա ասենք մեծ լույսիկ են տալ մեջ կախում Ես միացնում եմ ու ասենց վաու մենք որ տենց լավ չես լույս չունենք մեծ լույսեր միացնում Յանում ես ինչ է էլի չէ Չդիտությունները, հա։ Շատ հետաքրքիր էր։ Շատ շնորհակալ ենք, շատ հաճելի, իրոք անկեղծ ջերմ հետաքրքիր զրույց ստացվեց, Անունի ջան։
Շնորհակալ եմ ձեզ, ձեր նախագծին երկար կյանք, ավելի հետաքրքիր հյուրեր, ավելի պատրաստական հյուրեր, տենց մաքսիմալը տալու ու կիսելու առումով, որովհետև ամեն մեկս էլ ինչ-որ հիմա սովորում ենք մի տեղից, որ կլիկ ա լինում, մի հատ ինֆո ենք վերցնում, ես այդ ամեն ենք անում։ Հուսամ տենց լավ աղատաձեռն հյուրեր կունենաք ինֆորմացիայի առումով։ Լավ մնացեք, շնորհակալ եմ շատ։ Դուք նույնպես։